Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 23-ն է, գոնե Երևանում, գոնե եվրոպական մասում, մեր մոտ դեռ 22-ում ենք եւ անցել է 24 ժամ, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռմբակոծեց Իրանի տարածքը։ Ռմբակոծեց Իրանի տարածքը, որքանով էլ որ Թրամփը փորձում է ներկայացնի, որ ինքը ռմբակոծել է միջուկային ինչ-որ կենտրոններ, մոռանում է ամեն դեպքում, որ նա ռմբակոծել է Իրանի տարածքը եւ այդ միջուկային իր նկարագրած կենտրոնները գտնվում են Իրանի տարածքում, որտեղ ինքը ուներ ավելի հեշտ մուտք, որտեղ մուտքը բոլոր տեսակի ստուգումների բաց են եղել, միշտ քննարկվել են, երբևէ չեն մերժել եւ Իրանն է, որ ստորագրել է դրա տակ եւ միշտ ապահովել է դա, հա, մի բան որ Իսրայելը երբեք չի արել, ու երբեք ոչ մի ինսպեկտոր չի թողել, որ իր երկիր մտնի, ստուգի տեսնի ինքը ունի զենք արտադրում է, միջուկային զենք, թե ոչ։ Ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները մտավ Իրան, կարելի ասել, կարելի է նույնիսկ պնդել, որ մտանք մենք պատմականորեն նոր փուլ եւ հետեւադարձ էլ չկա։ Ոնց անդրադառնալու մեր վրա, ոնց անդրադառնալու մեր ապագայի վրա, այսօր կխոսենք այդ մասին։ Ճիշտն ասած, այս հաղորդումը, որ ես պատրաստում էի, սա երևի ամենադժվար պատրաստվող հաղորդումներից է։ Ինձ կներեք, եթե ես խոսեմ թեմաներից հետո առաջ, որովհետև կարևոր թեմաներ այնքան շատ են, որ ես չգիտեմ նույնիսկ որից սկսել։ Եվ որ ես մտածում եմ որից սկսեմ, որոշեցի սկսել Ջորջ Օրվելից։ Մեկ մտածեք ինչ կապ ունի Ջորջ Օրվելը։ Շատերը գիտեն ընդամենը անասնաֆերման Ջորջ Օրվելի, բայց եւս մի հանճարեղ գործ ունի, որը կոչվում է 1984, բայց Ջորջ Օրվելը մենակ այդ գրող չի, մեծ մտածող ու լսենք իրան այսօրվա մասին ինքը ինչ էր ասում։ Եվ ինչի էր այդ ամեն ինչը գրում, ինչ էր ուզում մեզ զգուշացնել։ Going in at the present time. In our world, there will be no emotions except fear, rage, triumph and self-abasement. Ես խոսանում եմ ամեն ինչ թարգմանել, անշուշտ, բայց ինքը այնքան սահուն է խոսում, ես անգլերեն ուզում եմ բոլորը լսեն, ես հետո ավելի մանրամասն կփորձեմ բացատրել ինչ էր ասում։ Չեմ ուզում ընդհատել իրեն։ Բայց միջև հիմա ինչ որ ասում է, որ բոլոր տեսակի զգացմունքներից մնալու է վախը եւ հավատարմությունը ինչ որ կուսակցությունների նկատմամբ, ինչ որ լիդերների նկատմամբ։ Լսենք շարունակությունը։ Going in at the present time. In our world, there will be no emotions except fear, rage, triumph and self-abasement. There will be no loyalty except loyalty to the party. But always there will be the intoxication of power. Always, at every moment, there will be the thrill of victory, the sensation of trampling on an enemy who is helpless. If you want a picture of the future, imagine a boot stamping on a human face forever. The moral to be drawn from this dangerous nightmare situation is a simple one. Don't let it happen. It depends on you. Եվ այսպես ինչ ասում, կանխատեսում է մեր օրերը, դեռ այն ժամանակվանից, որ ամեն ինչից, բոլոր զգացմունքներից մնալու է միայն վախը։ Վախը հավատարմությունը, ստրկական հավատարմությունը իշխանությունների եւ կուսակցությունների նկատմամբ, որը բերելու է բարոյական արժեքները ամենացածր մակարդակին։ Մի խոսքով նկարագրում է բառացի մարդու անասնացման ընթացք, հա, որտեղ պարզ ասում է, եթե նույնիսկ ուզում ես պատկերացնես այս վիճակը, պատկերացա սապոկ կոշիկ մարդու դեմքի վրա եւ հայտարարակ տոքսիկացիա հասարակությունների։ Եվ ինչ է ասում, ինչ առաջարկում, որ ամեն ինչի լուծումը կախված է ձեզանից։ Այսինքն այն ինչ որ մենք ամեն անգամ խոսում ենք, որ ուղիղ մեր գործողություններից է կախված, թե մենք ինչ միջավայր ենք ունենալու։
Ինչա լինելու մեզ շրջապատում, որովհետև այն ինչը որ այսօր խոսալու ենք, ու մենք խոսալու ենք խայտարակ փաստերից, խայտարակ, որը ավելի շատ մարդու մոտ կարող է բերի, շատ մարդկանց մոտ կարող է բերի խորը հիասթափություն եւ անելանելիության վիճակ։ Բայց չկա վիճակ, որ ինքնին անելանելի է։ Չկա տենց վիճակ ուղղակի։ Դա մարդուց է կախված, ինքը ուզում է գտնի լուծումը, թե ոչ։ Եվ նույնիսկ այս նկարագրությունից հետո Ջորջ Օրվելը ասում է, թե ոնց կլինի ապագան, սա մեզ սպասվում է, բայց ոնց կլինի դրանից հետո, ամեն ինչ կախված է ուղիղ ձեզանից։ Եվ այսպես։ Գիշերային այդ հարվածից հետո, որը ուղղակի հարված չէր Իրանին, հարված չէր այդ միջուկային կենտրոններին, այլ հարված էր ամբողջ այդ process-ին, որը կոչվում է խաղաղ բանակցություններ։ Սա մի ապացույց էր փաստ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը որոշվում է ոչ թե Վաշինգտոնում, ոչ թե Թրամփի կողմից, այլ Իսրայելում, Թել Ավիվում։ Սա դրա ապացույցն էր, եւ մենք այսօր դա մասին շատ ենք խոսում։ Ամերիկացիներն են խոսում արդեն այդ մասին, որ իրենց երկիրը վերածվել է իսրայելական գաղութի եւ փաստացի ամբողջ երկիրը աշխատում է իրականացնելու իսրայելական նպատակները։ Եվ այդ մասին խոսում են եւ սենատորները, փաստելով հպարտանալով, որ իրենք ծառայում են դրան, եւ անհանգիստ խոսում են լրագրողները, քաղաքացիները եւ հայտի մարդիկ։ Եվ այսպես, ինչ եղավ այդ հարվածից հետո։ Եթե հիշում եք երեկվա մեր հաղորդումը, իմ կանխատեսել այսպեսին էր, որ եթե սա չկոտրի իրանցիներին, ու ես վստահ եմ, որ չի կոտրի, Իրանը դառնալու է անհաղթահարելի խոչընդոտ Իսրայելի եւ Ամերիկայի համար։ Եվ բոլոր երկրների համար, որոնք մտածում են այնպես, ինչպես իրենք չեն մտածում, ասենք, որոնք գործում են այնպես, ինչպես որոշում է, ասենք, Թել Ավիվում։ Ես չեմ ասում Վաշինգտոնում, որովհետեւ արդեն այս ամեն ինչը ցույց է տալի, որ եթե մեզ թվում է, այս ամեն ինչը որոշում է Վաշինգտոնում, ոչ, Վաշինգտոնում դա ուղղակի իրականացվում է, որոշումը Թել Ավիվում։ Ինչ եղավ այդ հարվածից հետո։ Հարվածից հետո իրանցիները որոշեցին գնալ վաբանկ, ինչը որ պետք է անի ցանկացած ազգ, որ արժանապատվություն ունի, ինչը պետք է անի ցանկացած երկիր, որ ինքը արժանապատվություն ունի, երբ որ քեզ խփում են, ոչ թե պետք է ծնկել, ուղղակի պետք է բռնել կոկորտից։ Այդ ինչ որ հիմա որոշել անի իրանական հասարակությունը։ Շատ դժվար է իմ համար մասնավորապես, որովհետև ես մեղադրվում եմ, չէ՞, ընթացքում, բա դու Եվրոպա մետ էիր, Ամերիկա մետ էիր, չգիտեմ, հիմա դարձել ես ռուսամետ, իրանամետ, հակաամերիկյան։ Դու ինչ ասես ասում են հիմա, մարդիկ չեն էլ հասկանում այս ամեն ինչ ինչի մասին է։ Ես այս մոլորվածներին ուզում եմ մի բան ասել։ Ուկրաինա մետ, ռուսատյաց, այդ ամեն ինչը խառնվել է միտեղ, մարդիկ չեն հասկանում, ինչ եմ ուզում ես կամ իմ նման մարդիկ։ Քանի որ ակնհայտ բարդ այդ մարդկանց հասկանալու, որովհետև այդ մարդկանց պատկերացումների մեջ մարդ ինչ որ մի բան տյաց պիտի լինի, եւ ինչ որ մի բան մետ պիտի լինի, մասնավորապես ինչ որ երկրատյաց, երկրամետ։ Եթե մարդիկ կան դեռ չեն հասկացել, ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ սահմանել ինչ եմ ուզում եւ ես իմ նմանները։ Իմ նմանները ուզում են միջավայր, որտեղ իրենց երկիրը կարող է գոյատևել եւ զարգանալ։ Այդ միջավայրը կարող է լինի բացառապես օրինական միջավայր։ Երբ որ գործում են միջազգային օրենքները, սահմանվում են միջազգային ստանդարտները։ Եւ այն երկրները, որոնք իրենց դնում են Աստծո տեղ կամ այն երկրի ղեկավարները, ոնց որ ժամանակի Հիտլերներ, Մուսալինիներ, Ստալիններ, Լենիններ, որոնք իրենց դնում են Աստծուց վերև, հիմա Նետանյահունն, Պուտինն, Ալիևն եւ այլն, որոնք իրենց դնում են Աստծուց վերև եւ մտածում են իրենք մանդատ ունեն ազգերի ճակատագիր որոշելու, իրենք խանգարում են այն միջավայրը, խաթարում են այն միջավայրը, որտեղ իմ երկիրը, նաեւ ձեր երկիրը կարող է ունենալ զարգացում։ Անկախ նրանից այդ երկրի անունը ինչ է։ Մենք այսօր խոսելու ենք եւ Ռուսաստանից, եւ ցավոք Ուկրաինայից, ինչեմ ասում ցավոք, որտեղ ես Ուկրաինային այսօր չեմ ներկայացնելու որպես զոհ, որովհետեւ
Գիտեք, չէ՞, ես միշտ ասում որ բնության մեջ չկա զոհ, ամեն մեկը ստանում է իր արածի արդյունքը։ Մենք էլ մեր ինչած։ Եվ այսպես ինչ անում Իրանը։ Դուրս եմ գալիս բոլոր տեսակի պայմանավորվածություններից եւ կներեք բառապաշարից համար առհա, եթե ձեզանից մեկը իրավունք ունի մտնի իմ երկիր եւ որոշի ես ինչ իրավունք ունեմ, ինչ իրավունք չունեմ, եւ որ ես քեզ հրավիրում եմ աշխարհ կամ չգիտեմ մագատե, հա, Թրամփ գրողի տարած։ Եթե ես քեզ հրավիրում եմ իմ երկիր, ասում եմ, «Արի, նայ»։ Դու ասում ես, «Չէ, ինձ պետք չի նայել, ես քեզ ռմբակոծում եմ», այդ դեպքում ծոծորակդ կտեսնես, բայց իմ երկիրը չես տեսնի, եւ ես դուրս եմ գալի այդ համաձայնությունից։ Ինչպես այդ համաձայնությունը չի միացել նույնիսկ Իսրայելը, չի միացել Իսրայելը, բայց պարտադրում է Իրանին ինչ որ հաշվետվություններ ներկայացնել։ Եվ ես ամեն ինչ գիտեք ով ողջունում։ Ուկրաինան, այ այստեղ փակվում է շրջանը։ Փակվում է, եթե հիշում եք, ես ամբողջ ելույթների ընթացքում անպայման ունեի մաս, որտեղ անդրադառնում էի Ուկրաինայի խնդիրներին։ Հա, եւ ասում ես, թե կա ագրեսոր ու զոհ։ Ագրեսոր ինչի, որտեղ Ռուսաստանն ագրեսորը հարձակվել է Ուկրաինայի վրա եւ պահանջում է այն, ինչ որ Իսրայելը պահանջում է Իրանից։ Եվ Ուկրաինան լինելով զոհ, ողջունում է այն, ինչ որ նույն բանը անում է ագրեսոր Իսրայելը Թեհրանի նկատմամբ։ Ողջունում է հարվածը։ Այստեղ ուզում ես ասես կներես էլի։ Եթե ասենք Իսրայելը իրավունք ունի պահանջելու Իրանից, որ նա պետքա ոչինչ չանի, նույնիսկ եթե չի երանում, պետքա ռմբակոծվի, համենայն դեպս, այն էլ ուրիշի ձեռքով, իր ձեռքով, հա, պետքա սպանվեն գիտնականները։ Եթե նրան կարելի է, արա Պուտինին ինչի չի կարելի է։ Այստեղ եմ ասում, փակվեց շրջանը։ Փակվեց շրջանը, որտեղ էլի եկավ ապացուցելու այն թեորիան, որի մասին ես ամեն օր խոսում եմ, որ չկա գործողություն, որ առանց պատասխանի մնա։ Եվ հակառակը, եթե հիմա ինչ-որ մի բան կատարվում է, դա քո գործողությունների հետևանքն է։ Այսօր կարող է տեղերն փոխվել, եղավ գործողություն, հետո մենք տեսանք, որ սա պատահական չէր։ Հարգելի ուկրաինացի ընկերներ, դուք այսօր խայտարակ արեցիք ինքներդ ձեզ։ Եթե նույնիսկ Իրանը ձեր թշնամին էր եւ դուք ներքուս շատ ուրախացել եք Իրանի ռմբակոծման համար, հա, բայց ողջունել ռմբակոծությունը։ Դու եկար քո ներսում մտածեիր, տեսար Իրան։ Դու օգնեցիր Ռուսաստանին, այսօր քեզ ռմբակոծում են։ Դա այն բանն էր, որ եկավ քո վրա։ Դրանով բայց դու ողջունես դա, ասես դու Իսրայել դու իրավունք ունես, Թրամփ, կեցե բրավո։ Հույս ունենալով որ Թրամփը դրանից հետո քեզ զենք հատալու, այ չնչին ախմախներ։ Թրամփը ձեր պաշտպանվելու զենքերը տվել էր Իսրայելին 20,000 հրթիռ։ Նախորդ ձեզ թողեց անտեր առանց կապի, առանց հետախուզության, առանց հրթիռներին, օգնելու համար Իսրայելին, որ նա հարձակվի Իրանի վրա։ Դուք մնացել եք բաց երկնքի տակ, առանց հետախուզական տվյալների, ձեզ կոտորում են, նույն բանը իրականացնում է, այն ինչ Ռուսաստանը ձեր նկատմամբ, Իսրայելն ու Ամերիկան Իրանի նկատմամբ, թեկուզ ձեր թշնամու նկատմամբ։ Դուք ողջունում եք այդ գործողությունները։ Խնդիր չունեք, այդ դեպքում ես այս ամեն ինչին ինչ որ կատարվում է հիմա ձեր հետ, ես նայում եմ, որ դուք սկզբունքորեն փաստացի դեմ եք, որ դա ձեր նկատմամբ ուղղակի իրականանա։ Իսկ թվում է դուք ուղղակի որպես մարդ դեմ եք, որ ընդհանրապես նման բան լինի, ոնց որ ես։ Չէ՞ որ ես ոչ հայրս է ուկրաինացի, ոչ էլ թշնամիս է ռուս։ Ես չունեմ այդ պարտավորվածությունները։ Ես ընդամենը ցավակցում եի, ցավում եի փաստի համար, որ կա ագրեսիա եւ կա զոհ։ Այսօր զոհն ասեց։ Ես զոհ եմ այնքանով, որովհետեւ իմ նկատմամբ է դա, բայց ընդհանրապես դա կարելի է։ Եվ եկավ այս պատկերը սենց փակվեց ուղղակի ինձ համար ու այսուհետ ուկրաինական այս ռմբակոծությունները ես նայել եմ սենց կողքից։ Ուկրաինացիների համար դողակի վատ է, որովհետեւ դա կրակում են իրենց վրա։ Թե չէ դրա մեջ առանձնապես բան չկա վատ, որ օրինակ Ռուսաստանը կարա պահանջի, որ ասենք Ուկրաինա որպես պետություն պիտի գոյություն չունենա, որ ասենք Ուկրաինան որպես պետություն պիտի զորք չունենա, որ զենք պիտի չունենա, հրթիռներ պիտի չունենա, ոչ մի պիտի չունենա, ուղղակի տարածք, ինչ որ ապրում է ապրի, բայց Ռուսաստանը պետք է որոշի Ուկրաինան ինչ ունենա, չունենա։ Ուկրաինացիների համար փաստացի այս բանաձևը նորմալ է, բայց ուղղակի լավը այն չի, չէ, վատն է, որ սա իրենց նկատմամբ է կատարվում,
Այս առումով կներեք ես այս խաղերի մեջ չեմ մտնի ուղղակի։ Ես այս խաղը չեմ խաղում։ Եվ հիմա Եվրոպան անհանգստացած է, որ կարող է իրենը դուրս գա այդ համաձայնությունից, որը վտանգավոր է։ Հա, ասում է, որովհետև ոնց որ ռազմական միջոց ասում է, այդքան էլ օգտակար չէ, հա, հասկան։ Պետք է ամեն ինչ անել եւ պարտավոր է Իրանը վերադառնա բանակցություններին։ Ոչ մի դատապարտում, ոչ մի բան, այսօր ՄԱԿ-ի ժողովներն եմ ես լսել, անհանգստություններ։ Այն որ ՄԱԿ-ի բանաձևը խախտվել, ոչ մի բան։ Ասենք ՄԱԿ-ի կանոնակարգը խախտվել։ Ասենք ագրեսիա է եղել առանց անհրաժեշտության, ընդ որում բանակցությունների ժամանակ, ընդ որում տեսեք մի երկրի կողմից, որին Իսրայելը Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Նա ուղղակի իրականացել է երրորդ երկրի ցանկությունը ու կարծես թե այսօր բոլորը միաբերան դարձել են ուղղակի կուլ խուլ ու համր եւ անհանգստացած է որ հանկարծ կարող է Իրանը չվերադառնա այդ հետ կանչի իր ստորագրությունը ինչն է ժողովուրդը այդ պարտադրում է հա ես եկել եմ ես ձեր այդ պարտավորվածությունները վերցրել ձեր նկատմամբ ես համաձայնեի դուք փոխանակ գայիք եւ հերթական անգամ համոզվեիք որ ոչ մի միջուկային զենք չկա եւ իրենց հոգեվոր առաջնորդն է աշքելել դա հայտարարելով որ Իրանը որպես իսլամական երկիր չի կարող ունենալ մի զենք որը առանց հարցնելու հաշվի առնելու դիմացինը ով է ինքը massայական կարող է ոչնչացնի հա որտեղ ինչա ատոմային ռումբը ինքը massայական ոչնչացման զենք է որտեղ թացը չորի հետ խառնվում է եւ ասում են իսլամական երկիրը չի կարող ունենալ հայտարարել են որ իրենց նպատակների մեջ նույնիսկ չկա հայտարարել են բացել են ճանապարհներ էլի գնաց եկավ խփեց գլխին ասում ինչի գլխա չես դրել հիմա ամեն ինչ նորմալ է եկավ տեսավ խոսալու բան չկա մի հատ տվեց վզակոտին ինչի գլխա չես դրել հետո էլ պարտադրում է հանկարծ փորձես քեզ խելոք չպայես ել եմ խփելու գլխին խնդրեմ այսինքն ինչ է ստացվում եթե կարող ես խփես գլխին ուրեմն դու ուժեղ տղա ես ուրեմն դրա իրավունք ունես անշուշտ վերադառնում ենք ջունգլիների օրենքների սպարագայում ստեղ արդեն դե ինչ պասես մի մարդու կողմից որ Թրամփի մասին է խոսքը որ ինքը սանկցիաներ է կիրառում նրանց նկատմամբ ովքեր իրականացնում են միջազգային օրենսդրության համաձայն սանկցիաներ հա որոշումներ են կայացնում Նետանյահու եւ Պուտինի նկատմամբ իմջալոց ուկրաինացիներ ես ինչ արեցիք դուք ձեզ գլխին դուք ուղղակի ձեզ զրկեցիք բարոյական աջակցությունից բարոյական որովհետեւ Պուտինն էլ Նետանյահուի նման Թրամփի շեֆն է sense ասեմ ընկերը չի Թրամփի շեֆն է երկուսից էլ կախվածություն ունի չմտածեք թե ձեր հծնախառը քրտնկախառը ելույթների համար Թրամփ ասելա արա ուկրաինացիները ոնց որ լավն են սպասի մի քիչ զենք տան թող Ռուսաստանին բանանեն Ռուսաստանից պաշտպանեն չէ դուք ուղղակի խայտարակեցիք ձեզ դե կառավարությունն նկատում եմ ես հասկանում եմ որ ուկրաինացիների մեջ կան մարդիկ հո հայերը Նիկոլը չեն իվիրջը չէ ոչ այ հրեաներն են Նետանյահուն մենք այդ հասկանում ենք որ ռուսներն էլ Պուտինը չեն ես ու մենք խոսում ենք հիմա կառավարությունների մակարդակի վրա մի խոսքով գնանք առաջ եւ բոլորը մտածում էին որ Իրանը այս հարվածներից հետո ուշքի չի գա միանգամից դրանից հետո հարվածներ Իսրայելին եւ խնդրեմ ու հարցը այստեղ այն չի է որ ինչքան են վնաս տվել մեծ է խոշոր է փոքր է ինչ որ է ստեղ էս քանդվեց ընդեղ են քանդվեց տեսեք ես այս մանրամասների մեջ չեմ մտնում նախ որովհետեւ հայտնի չի որը երբ է քանդվել որի քանդվել է ինչ նշանակություն ունի ես դրա մեջ չեմ մտնում էական չի հարցը կամքն է եւ վճռականությունը խփեցիք եկե խփեն ու հայտարարել է որ Ադրբեջանին էլ է դեռ խփելու որոշակի հանգամանքներում որի մասին դեռ մենք խոսալու ենք միշտ կհասնենք ձեզ տեղեկացնեմ որ Իրանում բռնել են ուկրաինական լրտեսներ որոնք պատրաստում են շահերների գործարանը պայթեցնել հիմա ես ուղղակի ուզում եմ ձեզ հետ հասկանալ մի բան ուկրաինացի լրտեսները շահերների գործարան տարակացնելու
ինչ անհրաժեշտություն ունեն, ես ասեք երբ շահերները արտահանում Ռուսաստանին, ոչ, վաղուց շահերները արտադրում է հենց ինքը Ռուսաստանը, այսինքն շահերների գործարանը, որ աշխատում է Իրանում, ոչ մի վտանգ Իրանից չէր ներկայացնում ուկրաինացիների համար, ամեն դեպքում ուկրաինացի դիվերսանտներ են բռնել Իրանում, ես կարծում եմ, որ նույն ձև կկապեն մի շահերի վրա եւ կուղարկեն Ուկրաինա, ինչպես արեցին նախորդիվ։ Հա, այն Մոսադի մասնակիցների, հիշում եք, Մոսադի այդ լրտեսներին, որ բռնել են, կապեցին հրթիռի վրա, ուղարկեցին Իսրայել։ Իրանցիները սիրում են այդպես բաներ։ Գիտեք, մեկը կարող է ասել, մարդկային առումով իհարկե դա մարդասիրություն չի, իհարկե։ Դիվերսանտի նկատմամբ, որ եկել է քո երկիրը պայթացնի։ Մարդասիրությունը, գիտեք ինչին է նման, Նիչեն շատ լավ ձևակերպում ունի, ասում է գթասրտությունը մանկասպանի նկատմամբ թուլությունը, սա է։ Եվ այսպես, այն ինչի մասին ես ձեզ ասեցի, իրանցի վերլուծաբան Ֆույա Հուսեյնին ուղղակի ասում են ինչա կատարվում, ինչ կասկածներ կան, եւ ոչ պարագային հնարավոր, որ Իրանի Ադրբեջանի կողմից ցամաքային եւ լայնամասշտաբ հարձակում լինի։ Իրանք շատ լավ տեղյակ են ամեն ինչից։ Ու բացատրում այսպես, հնարավոր անդերից լայնամասշտաբ հարձակում, եթե զգան, որ Իրանը թուլացել է, եւ իրենք դրան էլ սպասում են եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Մասնավորապես Ադրբեջանը սպասում է։ Իսկ Թուրքիան արդեն սկսել է կրակել Իրաքի քրդերի վրա, այնպես որ տարածաշրջանը Թրամփը Նետանյահուի ձեռով վերածեց դժոխքի։ Այն ինչ որ եղել է միջև հիմա, ասեմ, Սիրիա, Իրաք, դրանք խաղալիք են։ Խաղալիք, մանկական բան է, զավեշտական ուղակի համատության մեջ եմ ասելու, փորձ է եղել, ընդամենը ինցիդենտ, այն ինչ որ լինելու է հիմա տարածաշրջանում, որովհետև այդ երկրներից ոչ մեկը Իրան չի, ոչ Սիրիան իր փդաց Ասադով, ոչ Իրաքը իր Սադամ Հուսեյնով, ոչ մեկ, այնտեղ ինչը մի շաբաթ է 10 վերից Իրաքում, ոչ մեկ Իրան չի, որովհետև ինչ է Իրաքը։ Պատահական ստեղծած գանգստերները ինչ որ խմբավորում։ Ոչ մի բան Իրանից ներկայացնում։ Ինչ է Սիրիան։ Կոռումպացված մի համակարգ, որտեղ ուղղակի մի փոքրամասնություն վերահսկում էր գենոցիդ էր իրականացնում, գենոցիդ։ Ալևիները, Ասադի, իշխանության շուրջ այդ ալևիները ուղղակի ցեղասպանություն են իրականացնում նրանց ազգերի նկատմամբ։ Խոսքը հայերի մասին չի, հայերին չեն ասել երբեք։ Բայց այդ առումով էլ ինքը շատ թույլ երկիր։ Իրանում հարձակման հաջորդ օրը գնում են ստորագրություն հավաքելու, որ մենք պարտադրում ենք, պահանջում ենք, դուրս եկեք այդ համաձայնությունից։ Ախպեր, ես քեզ հրավիրում եմ իմ տուն։ Դու ռմբակոծում ես իմ տունը։ Ես քեզ էլի հրավիրեմ իմ տուն։ Փաշինյան Նիկոլի պարագայում սա կարող է լինել, բայց իրանցիների պարագայում ոչ։ Եվ այսպես ասում հնարավոր է հարձակում եւ այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը կզգա, թե Իրանը ինչքան է թուլացել եւ դա հարմար պահ։ Իսկ ինչ է իրանց ներկայացնում Ադրբեջանը։ Ես ուղղակի այս մի հատ բանը փոքր տեսարան եմ ուզում ձեզ ներկայացնել, որտեղ մեր մոտ մոլորություն կա, թե ինչ է Ադրբեջանը իրենց ներկայացնում, նայեք։ Սա ընդհանրապես ադրբեջանական մի հատ դպրոց է, դեռնայք։ Սա տասնյակ միլիարդների բյուջե եւ հնարավորություն ունեցող եւ զենքի վրա ծախսող երկրի դպրոց է։ Սա գիտեք ինչ եմ ցույց տալի։ Ոչ թե ասեմ, «Վայ, ես դպրոցներում ինչքան վատ վիճակ ա տեսեք»։ Հարցն չի։ Իսկ հարցն էլ չի, որ դպրոցը որպես ինստիտուտ ադրբեջանցու համար անիմաստ ինստիտուտ է։ Իրաց մաքսիմում կոչումը դա ոչխար պահելն է։ Հասկանում եք, դա դպրոցը իրաց որպես ինստիտուտ շատ մոտ է Նիկոլի պատկերացումներին, էլի։ Դա ոչխար պահելու տեղ է։ Այդ Նիկոլի պետք է ուղարկել ընդե կնգա հետ, կնգա չէ։
այն մի խոսքով նրա հետ ուղարկել այնտեղ Բաքու էլ չէ, այն գյուղերը, որտեղ ինքը վստահորեն կարող է խոսալ, որ կրթությունը նորաձև է, որովհետև հաստատ այնտեղ իրան լուրջ կընդունեն եւ համեմատության մեջ կզգան, որ Նիկոլը ինչ որ գրել կարդալ գոնե գիտի, մասամբ սխալներով, բայց գիտի։ Այնտեղ կարող է ինքը իրան ռեալիզացված զգա, էլի, բայց ինքը շատ մեծ ու տկլոր ու տխունանայվում համեմատության մեջ նույնիսկ Հայաստանում, ինչ ասեմ, շարքային դպրոցի աշակերտների համար, հանրակրթական էլեմենտար, ոնց են ասում, elementary, այլն արդեն մոռացել, տարական, շնորհակալություն կնոջս, տարական դպրոցի մակարդակ։ Ստեղ նույնիսկ համեմատության մեջ Նիկոլը նեղված ազգում, բայց Ադրբեջանում իրան լավ կզգա եւ վստահ կա։ Սա ինձ ցույց տվեցի, որ այս դպրոցներում սովորող երեխաները եւ այս տեսակի բյուջեն օգտագործող երկիրը ժողովրդի մեջ ոչ միայն աջակցություն չունենա, նա իմունիտետը թույլ է, ես միշտ ասել եմ, մի հատ կրակոց ու հայ զինվորը քայլելով մինչև Բաքու է հասնելու, որովհետև այս դպրոցում սովորած մեծացած երեխան, որը արհամարված է, որ ինքը տեսնում է, չէ՞, տարբերությունը, որ ինքը ոչ մի բանակրթություն չունի եւ ընդհանրապես ոչ մեկին պետք չի, բայց ընդդեմ կա մի հատ խան, որի պալատները, չգիտեմ, ասենք Դուբայի թագավորի պալատների հետ համատում։ Եվ այս տեսակ երկիրը չի կարող ունենալ դիմադրություն, ոնց որ ասենք ունի Իրանը։ Իրանում այս տարբերությունը սոցիալական հաստատ չկա։ Կարող է կա մարդու իրավունքների պաշտպանության ինչ որ ցածր, բայց ոչ իհարկե ադրբեջանական ստանդարտներից։ Ադրբեջանական ստանդարտներից էլ հաստատ մեծ, որովհետև իրանական մշակույթով դա ուղղակի սահմանված չի, այդ ստկացումը։ Այն մշակույթի մեջ մարդը արժեք է։ Այո, սահմանափակ իրավունքներով հակոստի հետ կապած, շարիաթի հետ կապած, բայց իրավունքներ ունի։ Այս Ալիևյան հասարակության մեջ մարդը անասուն է, ինչպես Նիկոլի պատկերացումների մեջ, հենց ինչպես Նիկոլն է։ Ասում եք, որտեղ գիտեք ում համար է մարդը անասուն։ Հենց անասունի համար։ Վստահ եղեք, իրեն հարգող մարդու համար մարդը արժեք ունի։ Սա հայլային է, գնացեք ասեք ցանկացած հոգեբանի։ Ցանկացած, եթե մարդը հարգում է իրեն, հարգում է նաև դիմացինին։ Ինչեւ սա մենք սա մասին շատ ենք այսօր խոսելու։ Ազգերը նույն ձև են։ Երբ որ ազգերը դիմացինին նայում են որպես ինչ որ ցածր մի բան, դա նայից է, որ իրենք են նմանը եւ իրենք այդ վերակոմպենսացնում են իրենց համար։ Մենք սա մասին դեռ խոսալու ենք ընթացքում անպայման։ Եվ այսպես շատ հետաքրքիր փաստեր է բացում Փաշինյան Նիկոլի կենսագրությունից, մենք խոսելու ենք նրա մասին ինչ որ գիտենք եւ ստանալու ենք որոշակի քաղելու ենք ինֆորմացիա, որը տրամադրվել է նախկին Ադրբեջանի անվտանգության աշխատողի կողմից Նիկոլ Փաշինյանի կենսագրության այն մասերին, որոնք մենք գուշակում ենք, որոնք մենք տեսել ենք, գիտենք, բայց անուն ազգանուններ հետևում ովքեր են կանգնած, այդքան էլ դրա մասին տեղյակ չենք, որովհետև հո մենք մոմ չենք բռնել ինքը Արարատը բերես, չէ, Արաբաթին է ցույց տվեցին, որ ինքը ստորագրել է։ Պարզա չէ, ստականքի ստորագրելը մեզ ոչ մեկս չի տեսնում, բայց մենք գործողություններն ենք տեսնում։ Եվ այսպես, ինչա ասում հոդվածագիրը։ Ուրեմն նախկին Ադրբեջանի հետախուզության աշխատակից, որ հիմա ապրում է արտասահմանում, որը փորձել է ցանկացել է մնա չհայտնաբերված։ Ասում է այն մասին, որ դեռ 2008 թվականից իրենց կողմից հավաքագրված Փաշինյան Նիկոլը պետք է դառնար, որոշվել է, որ ինքը պետք է դառնալ ապագա ընդդիմության լիդեր։ Տեսեք 2008 թիվն է սա։ Սա Քոչարյանից դեպի Սերժ Սարգսյան transition-ն է, փոխակերպումն է։ Եթե հիշում եք, այդ փոխակերպումը եղավ մարտի 1-ով։ Հա, մարտի 1-ով, որի ժամանակ այս տականքը մի քանի օրով նստեց բանտ։ Սրա վրա սկսել են աշխատել միջև արդեն մարտի 1-ը մենք խոսում ենք, որտեղ իր վրա դասիե են հավաքել ադրբեջանական ծառայությունները եւ իր ծածկանունը եղել է Կրաչ։ Եվ իր վրա հավաքած դասիեների օգնել է այն ժամանակվա KGB-ի նախարար Կարլոս Պետրոսյանը։ Եմջելոց, ես հիշեցնեմ Կարլոս Պետրոսյանը դրանց ընդամենը մի քանի տարի առաջ իր երեխան մահացավ, փաստացի սպանվեց
Երևան Սոչի ինքնաթիռի մեջ, որը ոսկե էր տեղափոխվում, որի գործը տենց էլ ծածկա դմփոցալին գնաց, եւ իր տղան սպանվեց այդ հենց մնացած բաների ուղևորների հետ, որի ծածկա դմփոցի գլխին էր կանգնած Սերժ Սարգսյանը անձամբ, որ հանկարծ ոչ մի ինֆորմացիա, ոչ մի լրագրող, ոչ մի բան դուրս չգա։ Բայց մենք բոլորս հասկացանք, որ նման ռեժ չէր կարող լինել, նման ինչու են հենց նրանք հայտնվել, ինչ այտենց էլ չհասկացանք ինչու են այդ կրակոցներն եղել, ինչու օթանավան կա, մի խոսքով այդ ամեն ինչը ծածկա դմփոցած Սերժ Սարգսյանը, հետագայում սրան որ արդեն հավաքագրելուց հետո այս ամեն ինչի գլխին կանգնում է նաև Կարլոս Պետրոսյանը, հասկանում եք, չէ՞ որ Սերժ Սարգսյանի առանց իգիտության իր ԱԱՑ պետը չէր կարող թուրքական ռազմավարքային զեկուցել եւ նյութեր տրամադրել սրա վերաբերյալ։ Եվ սա կապնվել են ինչպես ուղիղ, այնպես էլ Կարլոս Պետրոսյանի միջոցով։ Այն ժամանակ առաջարկվել է սրան ստեղծել կուսակցություն։ Հիշում եք 2008 թիվներ արդեն ջարդեր եղել եւ այդ պայմանավորվածությունները ստանալուց հետո, ձեռք բերելուց հետո վերջնական ոսա համաձայնվել է, իրան ազատեցին Բերդից։ Հիշում եք մենք սա մասին շատ խոսել ենք, ով ա եղել, ոնց եղավ իրան նստացեցին եւ ինչի դիմաց իրան վաղաժամկետ ազատեցին։ Հիշում եք։ Հայաստանում ոչ մեկին վաղաժամկետ հենց նես չեն բանը ազատում, եթե ինչ-որ մի բանի դիմաց չի համաձայնվում։ Ես ո՞ս կարող եմ ուղղակի օրինակներ բերել։ Սասնածռերը ապստամբները միջև դատվում են, բանտում են։ Ընդ որում, նրանք ապստամբել են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ։ 10 տարի առաջ նրանք ապստամբել են Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ։ Բայց ինչի՞ ուսում ստացել, գիտեք ինչի։ Չեն համագործակցում։ Ես վստահեցնում եմ, եթե նրանք համագործակցեին, դեռ չեն լինի։ Եվ այսպես Մարտի 1-ի այդ արյունոտ դեպքերից հետո հիմնական կազմակերպիչներից մեկի բռնում են եւ կար ժամանակ հետո ազատում են բանտից։ Ու այդ ամբողջ ընթացքում իր կինը մնում է, տեսեք, անցագործ, բան իր թերթներ չէ, խառնակիչներից մեկ, բայց իր թերթը կա, ոչ մեկ իր թերթին ձեռ չի տալիս։ Իր կինը կա, ղեկավարում է, ոչ մեկն իրան ձեռ չի տալիս։ Իրան օգնում են նույն KGB-ի աշխատողները, նաև Դավիթ Շահնազարյանը, որը միջև այդ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր KGB-ի պետ, որի ժամանակվանից սկսել են սրա վրա աշխատել։ Եվ այսպես, Կարլոս Պետրոսյանի կողքը ավելանում է եւս մի KGB-իչնիկի անուն, Դավիթ Շահնազարյան։ Հասնենք առաջ։ Մի խոսքով, այն ժամանակվանից որոշում են Արցախը ոնց պետքա դատարկվի եւ հանձնվի Ադրբեջանին։ Դատարկվի։ Տեսեք։ Հիշում եք այս տականքն ինչ ասեց, ասում ես մոռացել է 2018-ին ասեի, որ Արցախը պիտի Ադրբեջանը լինի։ Ինքը մոռացել էր ասել։ Հիմա երևի կմտածեք, կարող ասա չափազանցած, ոչ մի բան չափազանցած չի։ Այս ամեն ինչը անկախ էստակի իրադարձություններից, այս հանգամանքներից, մենք գիտենք, տեսել ենք այդ գործողությունները, դա համար ենք ասել, ինձ պետք չի, որ ես տեսնեմ այդ թուղթը, որ ինքը ստորագրել է, ես տեսնում եմ գործողությունները, որը հուշում է, որ ինքը պարտականությունները վերցրել եւ այդ գծած պլանով հատ իրականացվել է, հատ, ես ասեմ մենակ ինքը չի եղել, ես ուզում եմ ցույց տամ առնվազն գոնե մնացած կազմակերպիչների դեմքերը, որ մտածեք, որ սա պատահական բան չի, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, 2005 թվականին ինչ է կարծում, ով էր ընդեղ ղեկավարը Հայաստանի, որ իրան արդեն բանեին ռազմավարքային Քոչարյան Ռոբերտ, Սերժիկ Սարգսյան գլխին կանգնած, Տակի, Արցախի աշխատողներ, սրանք բոլորը KGB-ի աշխատող են եղել, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Սամվել Շահրաման, սրանք բոլորը KGB-շնիկ են, ասենք սրանք բոլորը Արայիկի մասին չէ, Արայիկի մասին էլ չեմ խոսում, այս Ունիտազի, սրան Նիկոլն է նշանակի Արցախը հանձնելու համար։ Եթե հիշում եք 2018 թվական, երբ է 20 թվականներ, թե 18, թե 19, մի խոսքով, երբ որ Հայաստանում տեղի ունեցավ այդ փոփոխությունները, Արցախում եղավ նախագահի ընտրություն, եւ Բակոյի ու Արայիկի դեմ մեջ էր կռվել, եւ
Ալենը Լևոբանը Ալենի գլխավորության պատվիրակություններն դե աշխատում ճղում են իրենց որ Արայիկը լինի ինտեղ իրենց մարդը որ Արայիկի ձեռքով է ամեն ինչ հանձնվի փող կար դիմացը ստանալու եւ այդ փողին տիրություն պետք է ալվեր որի համար իրանք ընտրել են Արայիկին այս որ նայում ենք այս շարքը հիմա բոլորը KGB-ի աշխատողներ են ոչ թե բանը սրանք իրոք KGB-ի աշխատողներ են ասենք իրանք կենսագրությունով են KGB-ի աշխատողներ սա բան չի վերջը գնացինք վերադառնանք այն թեմային բոլոր պայմանավորվածությունները, հանդիպումները, ինստրուկցիաները եղել են տրվել են արաբական էմիրություններում եւ Կարլոս Պետրոսյանի տանը Իսպանիայում ըստ հաղորդագրության։ Ես ես հիշեցնեմ, որ սա վկայել է, սա մասին ասել է նաեւ արդեն Նիկոլ Փաշինյանի KGB-ի պետ, երեք է չես մասին խոսում էի 7 միլիոն մենակ Սերժ Սարգսյանի ժամանակը փոխանցվել 17 թվականին։ Տեսեք են մեշոկներով առանձին իշտավել են սրան, կերակրել են դա մի կողմ 7 միլիոն Ադրբեջանից ուղիղ փոխանցում եղել սրան Սերժ Սարգսյանի ժամանակ 211 միլիոն 18 թվականին ոչ կեսը Սերժ Սարգսյանն էր դրանից հետո արդեն սա էր բայց այդ ամբողջ ընթացքում ով էր Վանեցյանը KGB-ի այն ժամանակ Սերժի ժամանակ քաղաքի պետն էր հետո դարձավ մեծ ընդհանուր KGB-ի պետը եւ հենց նույն Վանեցյանն էր վկայում ինքն է ասել որ ինքը փոստատարն էր Ալիևի ու սրա միջև ինքն էր կապը ապահովում, որտեղ հիշում եք, այո, արաբական էմիրությունները, որի մասին ասում է ստեղ։ Եվ մյուս մասով հենց Կարլոս Պետրոսյանի տանը Իսպանիայում։ Ձեզանից ով գիտե որ Կարլոս Պետրոսյանը Իսպանիայում։ Մինչալուց այս հարցը պետքա նաև ստուգել։ Եվ այդ ժամանակ էր որ որոշում են որ բանակը պետքա քանդվի ում ձեռքով։ Այո, Սերժ Սարգսյանի փոխնախարար պաշտպանության Դավիթ Տոնոյանի ձեռքով, որովհետև ինքը ամեն ինչից տեղյակ էր, ինքը շատ լավ գիտեր ինչ պետք է աներ, եւ դա ոնց պետք է աներ, պատերազմ հրահրելով։ Հիմա երևի շատերիս մոտ բան կա, հարց կառաջանա, բայց երկու տարվա մեջ ոնց էր սա հնարավոր անել։ Ինչի՞ է 18 թվականին չեղավ։ Ասեմ ինչու 18 թվականին չէր կարող լինել։ Պատրաստել էր պետ ժողովրդին որ անվերապահ դասավստահությունն էր ի վերջո 18 թվականի դեկտեմբերին նոր կայացան ամբողջական ընտրություններ ամբողջ 19 թվականը ամբողջ 19 թիվը նվիրված էր բանակի քանդմանը հիշեցնեմ այդ ժամանակ ինչ արվեց վերացվեց հակաէլեկտրոնային պաշտպանության բոլոր միջոցները Ղարաբաղում վերացվեց բանակի պաշտպանական առաջի գիծը բոլոր տեսակի զենքի նոր գնումները հետաձգվեց վերեցին առանց դրա փոխարեն 400 առանց ռակետների եւ գնում էր բանակի ռեֆորմ կլուբնիկ ելակ ուտելու անվան տակ քանդում էին պաշտպանական գծերն ու պաշտպանության բոլոր հնարավոր այն խոչընդոտները որոնք կարող էր խանգարել Ադրբեջանին ընդամենը 1 տարի հետո ագրեսիայի ժամանակ ես հիշեցնեմ որ 1 տարի հետո ուղղակի պանդեմիա էր աշխարհում մարտին սկսվեց 20 թվականի արդեն մարտին սկսվեց պանդեմիան իմիջիալոս միաբանել ես հիշեցի 20 թվականի նոր տարին Հայաստանի հիմնը չհնչեց այդ ժամանակ հնչեց այն սերբական խմբի գազ հիմա երգը ես ժամանակ շոկի եկան նոր տարին սկսեց առանց հիմնի եւ այդ խմբի եթե հիշում եք գրեք ու 20 թվականը դա սկսեց երկու ամիս հետո եղավ սկսեց պանդեմիան պանդեմիայի ժամանակ ես հիշեցնեմ ինչ կատարվեց Հայաստանում ամառը եղավ հետախուզական փորձնական պատերազմ Տավուշի մարզում հիշում եք որից հետո սա ուղղակի այնտեղ փորձարկեցին իրաց բեսպիլոտնիկները եւ այլն որից հետո սա մի քանի 100 հոգու մեդալներ բաժանել դա հուլիս ամիսն էր օգոստոս ամսից արդեն ըստ Դավիթ Տոնոյանի ցուցմունքների Թուրքիայից F-16-ը ռեգուլյար ռեսեր էր կատարում դեպի Ադրբեջան, դեպի Գանձակ, որի մասին ինքն է բանը ցուցմունք տվել այդ լսումների ժամանակ։ Եվ այդ ժամանակ ասում ենք հարցնում ենք ռուսներին, խփենք ասում են չէ։ Օգոստոս ամսից սկսել է նախապատրաստումը, օգոստոսից մեկ ամիս հետո եղավ հարձակումը։ Եվ մի հատ բաներ ձեզ հիշեցնեմ։
Այդ ժամանակ արդեն ժամանակը կարճ էր, պետք է սկսել, որովհետև ընդամենը 2 ամիս հետո, եթե չսկսեին սեպտեմբերին, նոյեմբերին արդեն ուշ էր լինելու, որովհետև Թրամփի վարչակազմի աշխատանքն էր վերանում։ Այսինքն այն ինչ որ հիմա կատարվում է, որ Արցախը Ադրբեջանի տարածքում է գտնում տիրապետության տակ, դրա հիմքերը դրվել է հենց այն ժամանակվանից, որի գլխին կանգնած էր հենց Թրամփը։ Այսինքն բոլորի հետ միասին պայմանավորված։ Ռուսաստանն ասում է մի խփետ F-16-երի, ես կուրսի եմ։ Թրամփը դեռ գիտի որ պետք է ինքն ասում չի։ Իր ժամանակը սկսել։ Այս պատերազմն էլ է իր ժամանակը։ Եվ այս տարածքը պետք էր պայմանավորված էր տալ Իսրայելին, որպեսզի նա իրականացնի հարձակում Իրանի վրա։ Դա հնարավոր չէր իրականացնել Թրամփի կոնտրոլի տակ Բայդենի որովհետև կարող է Բայդենի ադմինիստրացիան կանգնեցել պատերազմը, չթողել այդ ագրեսիան, բայց Թրամփը իրը մնացել էր 2 ամիս։ Իրանք այսպես խիտ էին ժամանակի մեջ, պետք է հասցնեին Նիկոլ Փաշինյանն ուներ 1 տարի թուլացնելու համար բանակը, իբր ճակերտավոր ելակային ռեֆորմների տակ կազմալուծել պաշտպանական բոլոր գծերը, հակաօդային պաշտպանությունը, մի խոսքով հրթիռներ չգնել, անջատել այդ ռադիոէլեկտրային պայքարներ, ամեն ինչ, եւ դա շատ սեղմ է ժամանակը միջև Բայդեն դա պետք է իրականացվեր, որտեղ Բայդենի աշխատանքազմը կարող ասել, «Ես ինչ եք անում»։ Խոսքով գնանք նա առաջ։ Եվ եղավ այն ինչ եղավ։ Պատերազմ։ Հենց առաջին օրը սա մեզ ասեց, եկեք պայմանավորվենք։ Ինչ էլ պատահի մենք պաստորած չենք զգալու։ Ասաց մարդը։ Հետո ասաց, ես կարող եմ շուտ կանգնացնել, ուղղակի քան զոհեր չեն լինելու։ Զոհերը պարտադիր էր սպանել այս ժողովրդի դիմադրողականությունը, սպանել բոլոր նրանց, ովքեր կգնան, պատրաստ են զենք վերցնել, հասկացեք, սա շատ բան է։ Այն 5000-6000 հոգին, որ կամավոր պատրաստ էին զենք վերցնել, գնացին սպանվեցին, եւ ինքը հակառակ հələ կոչեր էր անում, գնացեք, մի սպասեք զինկոմիսարիատին, մի սպասեք, հավաքվեք ձեզ գյուղերով, գյուղապետերով, հավաքվեք, գնացեք մեռեք, գնացեք, որովհետեւ ասել, դա Ադրբեջան էր։ Ես նորից եմ կրկնում այն քարոզիչներին էկրաններից, որ ելույթ են ունենում, կոչ են անում գնալ, այն լացակումած ձայնով, որ այդ ժամանակ շատ պաթետիկ էր ազդեցիկ։ Արա ձեն անեք, դուք այդքան մարդու կոչ եք արել գնալու մեռնելու։ Չեք ուզում հարցնեք։ Բա որ Ադրբեջան էր այդ տականք, դու մեզ ինչի է դետի կոչ անում, մենք ինչի է մեր հեղինակությունը օգտագործում այս երեխեքին տանել սպանելու համար։ Եթե չեք ասում, չեք պահանջում այդ հաշվետվությունը, նշանակում է դուք եք իմացել, ձեր փայլ լապը ստացել եք, վեր եք ընկել ձեր տեղը։ Թքած ունեմ կնեղանակ, դա բանա, սենց ասեմ, հիմա իմ խոսքերը հնչում են դելիկատ, չէ, կոպիտ են հնչում, բացարձակապես, դուք հանցագործներ եք, հենց մենակ նրա համար, որ դուք օգտագործել եք ձեր հեղինակությունը, այդ մարդկանց պատերազմ տանելու համար, եթե հիմա պետք է ասեք մենք չգիտեինք, բա ուր է, բա հելեք ասեք որ չգիտեիք։ Բա դուրս եկեք ասեք ընկեր ինձ օգտագործել են, ես չգիտեմ, ես տականք չեմ։ Ես իմ երեխեքին չեմ կոչարել գնացեք մեռնելու, չեմ իմացել այս մասին։ Հիմա էլ հայտարարում եմ, բայց չեք անում դա։ Դրա համար էլ ես իմ խոսքերի եւ բանի մեջ հաշվենկատության պարտադրողականություն ինքս իմ նկատմամբ չեմ տեսնում, որովհետեւ ես ինքս եմ իմ դատավորը, էական չի կողքից ուրիշ կմտածի։ Ես իմ ստանդարտներն ունեմ։ Եվ այսպես իրականացրեց 44 օրյա պատերազմը, տեսան, չարա այսքանից հետո հոպ չկա, երեխեքին տալել սպանել են, առանց հրամանատար, բաներով, հələ երեխեքին վրա գրոհել են թևից, Ջալալն ասել է մերոնք են։ Մերոնք։ Ամբողջ զորամասերը բանցիկով նվիրեցին, ոչ մի ճանապարհ չրմբակոծվեց, կամուրջ չքանդվեց։ Մի խոսքով բացալ, այսքանից հետո թուրքը չի կարողանում մտնի Շուշի։ Ինչ արեց այս տականքը, ստորագրությունով, արագ, փրկել եմ, 25000 եմ փրկել հետո, 30000 եմ փրկել հետո, 35000 եմ փրկել, տվել եմ, հետո արքես, քարվաճառներ քեզ, էսել, արի, սա, եթե գործակալի գործողություն չի, բա ինչ է, այս ամեն ինչը գալիս է ապացուցելու հենց դա, այսինքն մենք տեսնում ենք հանցագործությունները, մենք գիտենք, որ սա
այդ տրամաբանության մեջ է արվում։ Հիմա տեսնում եք տակը ովքեր են կանգնած, եւ ինչ փողեր, եւ ինչ մեթոդներով, եւ ամեն ինչ գալի ինգնում տեղը, եւ Դուբայը, եւ 2008 թվականին իր վերջնական հավաքագրելը, ըստ դրա, ըստ այդ պայմանագրի արդեն բանը Բերդից հանելը, իրան իշխանության բերելը, ամեն ինչ գալիս է, փողերի փոխանցումը, Սերժի դերակատարությունը, Վանեսյանի դերակատարությունը, Կառլոսի դերակատարությունը, որտեղ ես ասում եի, չէ, առանց կագե, հələ գորիկն էլ անպայման ստեկա։ Այդ արանքում նաև գորիկն է եղել Հակոբյան։ Ինչն էլ է տեղեկել, չի կարող KGB-ի պետ էս ամեն ինչից տեղել չլինի։ Որտեղ Կառլոսից հետո գորիկն էր։ Եղել է։ Իշագուլյան դու էլ գիտես այս ամեն ինչը։ Դու ուղղակի այդ ամեն ինչի մասին խոսում ես, թե քեշ փողով է եկել Վրաստանից, սրանք Վրաստանով էին բերում փողերը, մոռանալով արա, որ դու գիտես, նշանակում է KGB-ում բոլորը գիտեին, բայց թողել են որ դա լինի։ Այսինքն այն ինչ որ ստեղ ասվում է, ոչ մի բան նորություն չի, ուղղակի հստակեցված է ժամկետներով, անուն ազգանուններով, տեղով, բանով, որը գալիս է, puzzle-ը հավաքվում է։ Այսքան բանից հետո Փաշինյան Նիկոլի նկատմամբ, տես ոչ թե միջև հիմա բան չկա, պատճառ չկա, սա գալիս է լրացնելու։ Ով որ լոյալություն ունի, այդ չեմ ասում վստահություն։ Ես միշտ ասել եմ, չէ, հայերի մեջ հիմա չկա։ Գործակալ է։ Բարձ կան, փողի դիմաց։ Հիմա այդ փողը, ես ասել եմ Հայաստանում, կա ռուսական ու թուրքական փող։ Հիմա էլ ռուսական էլ չկա։ Ռուսաստանը փող է չունի, չէ, ծախսում։ Ինքը ուղղակի տիրություն, ինքը զոնը նայողն է։ Ծախսանողը թուրքերն են։ Որովհետև թուրք ադրբեջանցիների հետ միասին։ Դրա համար է հիմա այս ամեն ինչ, այս տականքը, այսքան հանգիստ խոսում, նաև այդ խոսում է բանի մասին, Թուրանի մասին, դա չի պետք է Թուրան չլինի։ Հələ լսեք, ինչի պետք է Թուրան չլինի, ինչ պատճառը ո՞րն է։ Բայց դրա համար է նշանակել։ Այդ ծախսերը սաղ դրա համար է եղել, խնդրեմ։ Թուրանն է, ինչ են ուզում իրանք։ Նա դա սկզբից լսենք։ Նրանց նպատակը Թուրանն է, ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա, թող գնան գա անիքի, վատա դա։ Վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում։ Իրանք արդեն նախագիծն եկել են ասում, արեք ձեր Թուրանը ստեղծեք, բայց թուրքի ծնունդը դրա համար է բերվել իշխանության։ Այս հրան պաշտպանող թուրքի ծնունդներ։ Ասում ենք ինչ եք ուզում։ Ասում են ուզում ենք գնանք բան։ Արևելք, արևմուտք, հյուսիս, ասում ենք գնացեք։ Ինչու՞մն է պրոբլեմը։ Ինքը պրոբլեմ չունի։ Ընդհանրապես պրոբլեմ չունի։ Ու սրանից հետո մի անգամից Թուրքիան ու իսլամական մյուս երկրները դարձյալ լեռնը Երևանի պահանջները ներկայացնում խաղաղության պայմանագրի համար։ Այդ պահանջները նաև ներառում է ադրբեջանցիների ճակերտավորում ասեմ վերադարձ Երևան, Հայաստան, իսլամացում, կատակ եք անում սրա հետ։ Սա հələ Հայաստանի Հանրապետության վարչապետը, սրա հետ շփվողները Հայաստանի Հանրապետության տարածքում ման են գալի։ Հիշում եք Ջորջ Օրվելը ասում է, որպեսզի նկարագրեն ինչ է սա, այն դեմքն է, որի վրա դրած է սապոգ, այ հիմա մեր դեմքի վրա այսինքն սապոգն է դրված։ Ամեն ինչ կախված է ձեզանից։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Մենք սա պիտի հանդուրժենք։ Ինչ որ բաներ հաշվի առնելով Այս ժամանակ սենց մի հատ տեսանյութեր տարածվեց, մի հատ ցույց տամ ձեզ արագ։ Ոչ չասեք մենա, ոչ մեկ չի իմացել այս մասին։ Լսեք։ Մնացեք։ Ինչի մնամ ինչ։ Որին ասացել եք կտրի։ Ո՞վ է ձեզ ասացել եք կտրի։ Ես ասացը 25 տարի է։ Մի բան լավ եմ անում։ Դե ասեք լսում եք ձեզ։ Ո՞վ է ասելու եք ոչ մի բան։ Հենա կանչել ասել իր հեքիաթները, իր եսի մինչև այդ ինչ որ ասում ես, մենք լրիվ լսել ենք։ Դու ասա 2008 թվականին ինչ արեցի, ինչի արեցի, ինչի 137 հոգի մարդ մեռա, ոչ մեկը մինչև այսօր պատասխան չկա, եւ ինչի քո նմանները, որ քաղաքական դաշտում իրանց ճողում են ու ընդդիմություն են որպես այդպեսին ցույց տալիս,
Ինչի մինչև այսօր փոփոխություն չկա։ Ինչ ինստիտուցիոնալ։ Նախ ես ձեզ ուշադրություն եմ հրավիրում լոգոին թուրքական պատերի վրա։ Սա Էրդողանի կուսակցության լոգոն է իրանց պատերի վրա։ Եվ սա հիշեցնեմ ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Ինքն ու Ալենը, Գրզոյի շունը Ալենը, ինստիտուցիոնալ թուրքական փողերով, թուրքական լոգոյով, Սերժի քթի տակ։ Այս անկել գժվել են, սմարա ինչ ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Այ երկերեսանի լսեն։ Ինչ, հիմա մի 20 տարի քո ինստիտուցիոնալը կդի, հա բանանեն։ Ժողովուրդը մեռնում է այսօր։ Սա իմ հեռախոսի համար է։ Բան ունենաս հասելու, կրժանգեց հասել։ Ոչնչացնելու է։ Երկու երեսան։ Ոչնչացնել եմ քեզ երկու երեսանի։ Ում տեսնում եք, այս տեսնում եք այս անկյունում կանացովը, նավակ ճոճողը, Ալենը, մնացած թուլեք հիշում եք, ես ասել եմ սրանք սաղ, ծերիս էր, ոնց որ եկել են ի սկզբանե, բոլորը հավաքագրված, նույն ծրագրի շուրջ, ինստրուկցիաները տրված, ով, ինչ եւ ոնց պետք է արվի։ Ոչ մեկ սրանց մեջ պատահական չէ, դրա ոչ մեկ դուրս չեկավ։ Բացարձակապես մեկը չասեց, արա հոպ, ես ոնց որ սրա հետ սատակ չեմ ստորագրել։ Ով պատահական ընկել է իրանց շարքերը, պատահական կա, չէ՞ մի քանի լրագրող բան։ Իրանք դուրս եկան, այս 20 թվականից հասկացան, հոպ, սրանք մնացածը հենց այդ ժամանակվանից եղել են նույն ծրագրի շուրջ հավաքված, նայես նույնն է։ Լևոնից մնացած նույն ծրագրով, նույն բանի ծրագրի շուրջ հավաքված։ Եվ այսպես։ Դատապարտել են թուրքերը Հայաստանի հրաժարում է երկխոսություն սկսել ադրբեջանական համայնքի հետ։ Արևմտյան բանը ակնկալել են, որ արցախցիները, որ հենց հիմա վտարվել են իրենց, իրանց ստեղծած արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսություն սկսեն ու դատապարտում են Հայաստանի հրաժարումը սրանից։ Այս ամեն ինչը գիտեք երբ է կատարվում, երբ որ Իրանում պատերազմ է։ Սա մեծ ծրագրի մի մասն է։ Այս ծրագրի մեջ Հայաստանի շահերը չկա, գոյություն չունի, որտեղ Հայաստան գոյություն չունի։ Հայաստանը օկուպացված է, Հայաստանը գրավված է։ Ինչպես Ամերիկանը գրավված, Հայաստանն էլ նույն ձև գրավված է։ Երկուսն էլ ղեկավարում են օտար երկրին ծառայող մարդիկ, եթե նրանց կարելի է երկրի մարդ ասել։ Սրանք իրականացնում են երրորդ երկրի ցանկություններն ու ծրագիրը այդ տարածքում։ Ամեն միտեղ իրաց մասշտաբների մեջ։ Հայ ժողովուրդ, ընկերներ, սա մեր գործն է։ Մեր գործը, մեր վերաբերմունքը, մարդկային վերաբերմունքը, նրանց նկատմամբ ովքեր զբաղված են, խառնված են սրանց մեջ։ Ուղիղ երեսներին ասելով, ուղիղ շանսատակ անելով, ուղիղ ինչ որ գործողություններ անելով։ Դա կլինի հոգեբանական, լեզվական, ֆիզիկական, էական չի, երկիրը կորցնում ենք։ Բայց մենք նստենք, ասենք դե լավ է, ես վատամարդ չլինեմ, ես գիտեմ, որ եսի տականք ասենք Ալենի շոֆերն է, եսի ոստիկան է, ոստիկան չէ, գնեք, Ենիչեդի ոսաձեռքով են իրականացնում ես ամեն ինչը։ Իրան տալիս են այդ մեծ փողերից մի հատ թուլապայ ասում են, քանի որ դու անասուն ես, քո համար մեկը ուտելն է կարևոր։ Այ հիմա այս լափդ կեր, իրականացա մեծ ծրագրերը, կանես ես կջարդես, ինչ օրենքի շփան, կարա դու քանի որ քո ուղեղով, քո պարունակությունով դու կենթանի ես, արդ քո կենթանական բաները, պահանջները սպառի ու իրականացա մեծ թուրանի ծրագրերը, որ Հայաստանի վարչապետն ասի, ինչ վատ բան կան դե, մենք ենք ասում, ստեղծեք թուրանը, գնացեք եկեք մեր վրայով, ինչ ուզում եք արեք մեր հետ։ Հələ մենք ենք առաջարկում, գիրքեր է տպել, գիրք է ցույց տալիս, ծրագիր է ցույց տալիս այս մասով։ Ու այս ընթացքում սրանք էլի հիշել են։ Այս տակին մարդուն տենում եք, սան չի մարդ կարելի ասել թե չէ։ Գաբրիել Ջեմբերջյան,
քրեական վարույթ են սա վրա քրեական վարույթ է հարուցված փողերի լվացման համար։ Հիմա անե փոխտվողներից է եւ էրատոյի պաշտպանության տակ է հիմա։ Ինչպես բանը մանուկներ վաճառող Գառնիկ է, հիշում եք Գառնիկ է Գառնիկ։ Երեխեք վաճառողնով են ասեք է։ Որ հիմա իր տեղն աշխատում է։ Այսինքն ով ինչ արել է, էական չի, անե փողը ինչ ուզում ես արա, շարունակ ուզում ես երեխա ծախսի, ուզում ես երեխեքի պոշկեքը ծախի, ինչ ուզում ես արա փողերը դու։ Եվ ով էլ սրա բան անում, ով էլ դեմը անանելի հիշում ասում, այ հիստերիկ ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն։ Նվիրատվություն անում ում քեզ, որ էլի հետաքրքիր է գիտեք, որ էլի ոջիլ, այս կնիկը այս երևույթը չի կարողանում ոչիլի կոնցեպցիայից դուրս գալ։ Հասկանում եք, սա մարդը կլադովկից է խոսում, ինքը ոչիլից։ Մեկի գլուխը կլադովկա է, մեկի բովանդակությունը ոչիլ։ Իրանք այս բանից չեն կարողանում դուրս գալ։ Հասկացեք, սա հոգեբանական արտացոլում է։ Մարդու գլխի մեջ ինչ կա, արտացոլվում է իր ամբողջ կյանքում, խոսալու մեջ, քննարկման թեմաների մեջ, մտքերի մեջ ինչ կա, սա դուրս է թռնում։ Հիմա մենք հասկանում ենք, որ մեկի գլխի մեջ կլադովկեն, հա, Թուրանախառը, հա, մյուսի գլխի մեջ ոչինչ, սա Հայաստանի այսօրվա օրակարգն է։ Նաև Հայաստանը հանձնելուց բացի։ Սա է նայեք։ Հայաստանի վարչապետ աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի։ Բա։ Եվ ես այս համայնքային հանդիպումներ անում եմ, որ ասեմ ժողովրդի վրա հույս չդնեք։ Դուք ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք։ Հասկացա՞ք։ Ինքն եկել է ասի, որ իր վրա հույսպետ չի դնել։ Ընդհանրապես ինքը իր ֆունկցիան եւ միսիան այլ տեղը, այն կերներ ջան, դուք շատ լավ եք։ Ինքը համանքային խնդիրներ չի լուծելու։ Իր բանի մեջ դա չկա։ Դա չկա։ Եվ ինչ էլի որ կապված է հայ մարդու հետ, համայնքների խնդիրների հետ, հաջողորդի խնդիրների հետ, իր հետ կապված չի, դա իր գործը չի, իր վրա հույս մի դրեք։ Երուն գունեք, գլուխներդ քորեք, այս մարդերը ինչ ասի, իր համար Թուրանն է կարևոր։ Թուրանն է իր խնդիրը, ինքը Թուրանից է խոսում, մնացել է ձեր համայնքի խնդիրներից ինքը խոսա։ Իր համար իր գլխի մեջ կլադովկեն է կարևոր, իր համար կարևոր է հայ եկեղեցու քանդումն է, մշակութային ժառանգության, հայի մշակութային ժառանգության եւ ասեմ ամենակարևորը ինքը տեսակը վերացնելու խնդիր ունի, որովհետեւ շատ լավ հասկանում են իր տերերը, որ նույնիսկ եթե սա ինչ որ բաների տակ սորագրի, բայց հայ ժողովուրդը իրանցիների նման մնա իր արժե համակարգի դիրքու, իրանք չեն կարող անել իրականացնել են, ինչ իրենք ուզում են։ Դրա ինչ խնդիր, ինչ բան ինչ եք ինձնից ուզում։ Այդ խնդիրները իմ խնդիրները չեն, դա ձեր խնդիրներն են։ Հայաստանի կառավարությունը նորից պարտք է վերցնում ավելի քան 92 միլիոն եվրո վարկը վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից է։ Նախագիծը խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողով բերած ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը չի ասել, թե ինչի համար են վարկ վերցնում։ Ընդդիմադիր պատգամավորը պահանջել է, որ փոխնախարարը մանրակրկիտ ներկայացնի ծախսը թոշակ ու աշխատավարձ են տալու, թե կապիտալ ծախսերին են ուղղելու։ Հակոբյանը հրաժարվել է հաշվետվություն ներկայացնել։ Ես դեռ ուզում կանացնեմ ու անդրադառնամ այն բանալի բառը, էլի ասում ընդդիմադիր պատգամավոր։ Դուք ընդդիմադիր պատգամավորներ չեք։ Դուք Նիկոլ Փաշինյանի օգտագործած թաշկինակներն եք։ Ինչ որ հիմա ես եմ օգտագործում, այս ասենք թղթե թաշկինակը։ Այս օգտագործեցի, հա, հիմա ասեց ինքը շպրտվելու է աղբաման։ Դուք Փաշինյան Նիկոլի օգտագործվող բարբերաբար թաշկինակներն եք, որոնք նույնիսկ շպրտվելու է աղբաման, ձեր ժողովուրդներն է շպրտվելու աղբաման, որ դուք առ այսօր Փաշինյան Նիկոլի հետ իրականացնում եք այս ամբողջ ծրագիրը։ Իհարկե դուք ոնց կարող եք իրականացնել։ Մեկի տերը Ռոբն է, որ այս ամեն ինչը տեղյակ է, Կարլոս Պետրոսյանը Ռոբի է անվտանգության նախարարներ, KGB նախարարներ։ Ռոբն էլ է տեղյակ այս ամեն ինչից, իր ժամանակ է սկսել։ Ասել է դեռ Լևոնից։ Հանկարծ ոչ մեկը չմտածեք, որ Ռոբ, ասենք Կարլոս Պետրոսյանն է իրականացնողն է, Ռոբը տեղյակ չէր, հա։ Ինչա իա KGB նախարարն անում։ Հենց հիմա էլ է տեղյակ։ Հիմա էլ են ասել կվերընկնես արա ընդեղ
ու կլսես կիրականացնես այն ինչ որ ամեն ինչ գալիս անգնում է տեղը, ամեն ինչ Ռուսաստանը դեմ չի, Թուրքիան փողերը ծախսում է, իրականացնում է իր պլանները, վերջ 5-րդ շարասունու թուրքական ագենտուրա իրականացնում են համատեղ ռուս-թուրքական Լենին Քեմալ Աթաթուրք ծրագիրը, ինչի մասին խոսում են գրեթե ամեն օր։ Իսկ այս ընթացիկ փողերը, որ մի քիչ այստեղից փոկենք, մի քիչ այնտեղից փոկենք, հա սրանց ոսկորը ծակ է։ Սրանք չեն հասկանում, որ բերթում իրենց սա պետք չի գալու։ Դուք մեկա չեք կշտանալու, բայց ավելին ասեմ, բերթում էլ սա ձեզ պետք չի գալու։ Իսկ հիմա արագանցնենք այս դրսով ու հետ գանք։ Ես ասում եմ, չի, որ խառն ամեն կներեք։ Այստեղ են այս վախեցած տղեն Մակրոնը, մեր շատ լավ բարեկամը, հա։ Ինքը շատ ուրախ չի, որ հարձակվել են Իրանի վրա, բայց ասում է, ինքը անհանգիստ է։ Բայց ասում է դու պետք է վերադառնաս, մենք ելի խոսանք։ Այս մարդիկ ասում են, արա, այ իդիոտ, մենք իր հետ խոսում էինք։ Ի վրա կրակել այն մարդը, որին դու ասում ես դու միջազգային հանցագործ ես։ Ես նրանց ինչքան վերլուծում եմ, այնքան ավելի շատ սկսում եմ սիրել իմ պան Փիսոյին։ Նա ոչ մի բան չի անում, իր համար ֆրֆրում է։ Իր համար։ Առնվազն ոչ մեկին ոչ մի վնաս չի տալիս։ Ասում ես ինչքան ճանաչում եմ մարդ տեսակին, այնքան ավելի շատ եմ սկսում սիրել իմ կենդանուն։ Այս ամասին է չխոսա, որովհետև արդեն ժամանակը սուղ է։ Եվ այսպես Իրանն էլ որոշել է փակի Կասկական ծովացով ստանող այդ փոքր տարածքը Օմանի եւ Իրանի մեջտեղ գտնվող, որը առաջացնելու է նավթային կրիզից առնվազն 20% աշխարհի նավթի տեղափոխվող հենց այդ նեղուցով է գնում, հա, ինքը փակել է, որոշում ընդունել արդեն իրանց մեջլիսը, որ փակում են գետի, վերջ։ Իհարկե ամբողջ աշխարհում դա կատաստրոֆա չի ստեղծի, բայց 20%-ը գնում է տեղով, 20%-ը ու ավելի շատ գնում է հենց այն երկրների Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Էմիրությունների, իրանք են ամենաշատը ստեղից գժվելու, դե հիմա կներեք ախպետ ջան, դուք բա ձեր համար նորմալ է, որ ինձ ռմբակոծում են, եթե նորմալ է, իմն է, չեմ թողում, ես հենց եմ կարողանում պաշտպանվել, չեմ թողում, փակել է, Ամերիկան ես զգուշացել է, փակեցիր խփելու եմ, տեսնեք, իրանք էլ ասում են, որտեղ բարակա թողում դրել կտրվի։ Հա, սա է ասում, միջև ընդեղ բանա, իրան Ամերիկան կրվեն տալի, բանա սկսել է, թուրքերը սկսել են ռմբակոծել Իրաքի Քուրդիստանը։ Մեզ են հասնելու։ Իսկ սա այսօր Վաշինգտոնում է եղել այս ցույցը, պահանջում են դադարեցնել պատերազմը, ասում են հայտարարությունները Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի Իսրայելի բանը չի, ճորտը չի, դադարեցրեք պատերազմը Իրանում։ Մի խոսքով բաները շատ են ու սա դեռ նոր է սկսվում, ինձ թվում է։ Այսօր պայթյուն է եղել Դամասկոսում։ Դամասկոսի հունական եկեղեցում է պայթյուն եղել։ Իմ ձեռքով ձեզ պետք է ասեմ, որ պայթյունները նոր սկսում, բայց դա չի նշանակում, որ այս պայթյունները իրականացնելու են իսլամիստները։ Ամեն դեպքում մեզ այդպես ներկայացնելու են, չկասկածեք, որ իսլամիստներն են այսին ներկայացնում, հա, իրականացնում։ Այս սկսել են։ Ձեզ մի հատ հայտարարակ բան կա, տեսանյութ կա, սա ամեն ինչ ասում է։ States are doing is being complicit in the slaughter of the Palestinian people. Over 50,000 are dead. There's massive malnutrition taking place right now. Children are starving to death. And that is all backed up with U.S. military aid to Netanyahu. As you will remember, I tried to stop. Սա ասում են այն մասին, որ Ամերիկայի օգնությամբ Իսրայելը ցեղասպանություն է իրականացում հենց Գազայում։ Արդեն 50,000-ից ավել մարդ է սպանել։ Ամերիկայի մեծաները կան, նես չի որ Ամերիկայում մենակ Թրամփն է։ Ամերիկայի փրկությունը, եթե այդպեսին կարգողություն ունի, Թրամփի շուտապույտ
impeachment անելու դատելու մեջ է։ Ու վերականգնել այն ժամանակա միայն հնարավոր խոսել Իրանի հետ եւ այն ժամանակ միայն բարոյական իրավունք կա խոսել Իրանի հետ։ That military aid, I think the United States should simply say tomorrow to Netanyahu, you're not getting another nickel, not only until there is massive humanitarian aid coming in, but until you start treating the Palestinian people with respect. We move to a two-state solution, but what is going on now is almost unspeakable, and the United States is complicit in this atrocity. Խոսքով, էլի նույն բանի մասին է խոսքը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակիցը այս ցեղասպանության մեջ ինչ որ կատարվում է խայտարակ հիմա Գազայի տարածքում։ America again for a second. You have a joint session from Congress inviting Netanyahu, a war criminal, someone with a global approval rate what's worse than Satan. Like, and then you bring them here while the whole world telling you this is a war criminal, this is a, you have like people going on pilgrimages to Tel Aviv to tell Netanyahu that we're very sorry for Biden is not supporting you enough. And who are these people loyal to? Are they loyal to the United States or are they loyal to the people who pay for their elections? Ինչ ասում ամերիկյան հերոսատեսությունը, որ երկու պալատներն են, կանչում են Նետանյահուն, որ իրենք զեկություն ունենա, կանչում են Նետանյահուն, որը ճանաչված է միջազգային դատանի կողմից, միջազգային հանցագործ, ռազմական հանցագործ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ դեմոկրատիայի հիմքն է, հա, ինքը լիդերն է դեմոկրատիկ աշխարհի, կանչում է ռազմական հանցագործի միջազգային դատարանի կողմից ճանաչված, ոնց եմ ասում, ոչ մի տարբերություն չկա, կանչել են Պուտինին, թե կանչել են Նետանյահուին։ Կանչել են ու ներողություն են խնդրում, որ իրար բավականաչափ չեն օգնել Բայդենի ադմինիստրացիան, բավականաչափ չի օգնել Իսրայելին։ Ներողություն են խնդրում, հիմա հարց տալի, ախպեր ասում, այս մարդիկ ում են ծառայում։ Ում են ծառայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե Իսրայելին։ Ես որ ասում եմ, մարդիկ արդեն խոսում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելի գաղութն է, պատահական չեմ ասում։ Իսկ սա էսի թարապես էսի վերջն է էսի ելույթն է։ As a queer person, էսի չէ։ as a Jewish person, and as an American, I am horrified by the Israeli government's massacre of well over 65,000 Palestinians in Gaza. Հանցեմ, հրեա, ասում եմ որպես հրեա, ես սարսափած եմ ասում, այն ցեղասպանությունը, որ իրականացում է, որպես հրեա, որպես հրեա ես սարսափած եմ, այն ցեղասպանությունը, որ իրականացում է Իսրայելը Գազան, արդեն 65,000 մարդ ասման է։ Ես այն չեմ ցույց տալի, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ ես հրեաների հետ խնդրի, ես հրեա գոլեգաներ ունեմ, ես աշխատում եմ այդ մարդկանց հետ։ Ես էլ կատակով մեկ ասում եմ, ապա դուք եք ինձ որպես բան գոյ նայում էլի, կծում եմ, բան եմ անում, խոսում եմ, աշխատում եմ միշտ անկեղծ լինել, որ զգամ։ Չէ ասում մենք բան չենք, հավատացյալներ են, կրոնական բան են, մոլերաններն են, հա, պես մտածում, ասեն կա դա։ Այս տեսակներ կա, այս աղջկա տեսակներ կա։ Սա փաստ է։ Այսինքն ոչ մեկից մոտ չդառնա ասեն սև ու սպիտակի մեջ, եթե հրեա բերեք, ասեն չէ, դու ցեղասպան ես, չէ, մարդը հրեա է, հասկանում է, որ այն ինչ որ կատարվում է այնտեղ անընդունելի է ու ցեղասպանությունը, ասեմ այդ մարդկանց թիվը շատանալու է։ Հիմա որովհետև այն Իսրայելում նստած իր համար, որ առանձնապես չէր հետաքրքրում, որ դե Գազայում ինչ է կատարվում, հիմա այն ինչ որ կատարվում է Գազայում, կատարվում է հիմա Իսրայելում, Թել Ավիվում կամ կողքի քաղաքներում։ Դա որպես հետևանք, այսինքն պետք է ամեն մարդ հասկանա, եթե կրակել ես, ասա սպասի, որ քո վրա են կրակել, ասում, քամի հնձողը փոթոդիկա, ասում, քամի ցանողը փոթոդիկա հնձում։ Դա օրենք է, որ ազգություն չի ճանաչում։ I am ashamed and infuriated that this mass murder is funded by our American tax dollars. Ասում ես ամաչում եմ եւ բանը զայրացած եմ, որ այս ցեղասպանությունը ֆինանսավորվում է Ամերիկայի հարկատուներով,
հարկատուների փողերով։ Պարզ ասում են, ինչ որ կատարվում է ցեղասպանությունը Իսրայելում, դա ֆինանսավորում է ամերիկացի հարկատուն։ It should not be controversial to say that we should all be against murdering civilians. I know. Ես պետք է վիճի հապաղել, որ ասեմ չի կարելի, ուղղակի մարսմանել, հա։ Մարսմանել, այն հիշում եք մենք խոսացել ենք այդ միսպանիրը, հա, որ շատերը մալ միսպանիրը ուղղակի սխալ հասկացում։ Գիտեն այդ բոլորի համար է, չէ։ Այդ մարդկա ուղղակի միսպանիրը հենց ուղղակի դա հрьяաներին է վերաբերում, հрья միսպանի, թե չմնացածին կարող է սպանել, որտեղ դա ըստ իրաց գրքերի մարդ չեն համարվում, բայց ոչ բոլորի համար։ I certainly think that Benjamin Netanyahu, when this is all over, is going to have a monumental day of reckoning, not just in the corruption courts, but I think he's going to have a monumental day of reckoning about how he allowed this to happen on his watch, how Mossad so spectacularly dropped the ball. No one can give me a good explanation for why they can carry out this kind of attack on Hezbollah with the pages and carry out so precise an attack in Iran, but didn't apparently know that Hamas was spending 20 years building a tunnel system and didn't know 3,000 of them were about to pour over the border. I will never defend Netanyahu in this. I think he's going to be a busted flush. I suspect he sees this attack on Iran as being a chance to avoid being a busted flush for a little longer than it might have been the case. But there's good. Սա այն ինչ որ ես միշտ եմ ասում, ես չեմ հավատում, որ Իսրայելը երբ որ կարողանում է պեյջերներ տարածքացնի մի քանի հազար կիլոմետրի վրա, հա, կարողանում է Իրանում մի օրվա մեջ այդքան բանը բազաներ տարածքացնի, այդքան մարդկանց սպանի։ Մի խոսքով էս կարգի բան ունի, հետախուզություն ունի բան, ու ինքը չգիտեր 20 տարի իր քթի տակ որ փողերով, իրեներ իր տված փողերով թունելներ են կառուցում Համասները։ Ասում եմ ես չեմ հավատում դրան ուղակի, հա, եւ այս պատերազմը Իրանի դեմ հենց դրա համար է, որ այս գործերը ուղակի մեջտեղ չգան։ Ես ոչ մի բան ինձանից երբեք չեմ հնարում։ Ուղղակի ասում են ինչ որ ես տեսնում եմ։ Մարդիկ կան կամ ես եմ այս ձայնագրությունը ուշ տեսեք, կամ հիմա են ինձ ասում։ Բայց կա այս կարծիք, ես ամեն օր տարբեր ձևերով սա ցույց եմ տալու։ Իսկ սա ուսորն է էս։ Սա պետք է լսել։ Սա պետք է լսել, որպեսզի հասկանալ ինչ է կատարվում իրականում։ Սրանից հետո կարելի է թեման ընդհանրապես փակել։ Taken money from the Israel from AIPAC. So AIPAC raises a lot of money for it. What failure? Never taken money from the Israel lobby, have you? Taken money from the Israel from AIPAC. Ասում եմ, ես երբեք Իսրայելից government-ից պատվությունից փող չեմ վերցել։ Իսկ դուք ասում եմ, որի նկատում եք, ասում եք, AIPAC կամ բանը Ամերիկայի եւ Իսրայելի համագործակցություն ինչ որ կոմիտե է։ Այդպես բան կա, ֆոնդ կա, որ հովանավորում է, փողեր է տալիս։ Ասում եմ, ես չեմ վերցնել, դու վերցնել ես, ասում եմ, որից բայց դա պատկազմակերպություն չի ասում եմ։ So AIPAC raises a lot of money for me, but it's actually a misnomer because the people who raise money are individuals. So it's not the PAC itself, but they're individual members who believe in the American-Israeli friendship and relationship. Is AIPAC a foreign lobby? Ասում եմ, ինչ ինչ փորձում ասես խառնել, ասում եմ, հա ինչ ֆոնդ կա, հա բանանում փողեր տալի մարդկանց քաղաքական գործիչներին, բան, բայց Իսրայելի եւ Ամերիկայի բարեկամությունը խորացնելու համար։ Ասում եմ, իհարկե ասում եմ, դա Իսրայելի լոբինգի համար, հա։ No, it's an American lobby. It's the Ասում եմ, չէ, դա բան է, դա Ամերիկայի լոբիի համար է։ AIPAC stands for the America-Israeli Political Action. What is it? Ասում եմ, չէ, Ամերիկայի եւ բանի համագործակցության համար է, ասում եմ, այդ ինչ է նշանակում։ Lobby for. My understanding, having known a lot of people who work at AIPAC, is that it lobbies on behalf of the Israeli government. Wrong. Ասում եմ, ճիշտ ասեմ, իմ պատկերացումով այդ փողը դառնում է, որ այդ համագործակցող խումբը լոբինգ անի Իսրայելի կառավարության որոշումները։ Ասում եմ, չէ։ It's not. It's lobbying for the United States. Ասում եմ, Ամերիկայի համար է լոբինգ անում այդ խումբը։ It is lobbying for a strong US-Israeli relationship. Չէ, դրանք բան են կարողում են ուժեղ համագործակցություն Ամերիկայի եւ Իսրայելի մեջ։ Relationship. Okay. And so it's not has nothing to do with the foreign government. That's what. But pasuk կառավարության հետ ոչ մի կապ չունի Իսրայելի։
it wants America and Israel to be closely allied. Չէ, ասում եմ, նրանք ուզում են որ ամերիկանում բանը իր մոտիկ լինի, ասում եմ, դուրս բանը մարսում, փաստորեն Ամերիկա, ասենք Իսրայելի կառավարության ծրագրերն են լոբինգ անում այդ փողերով. The question is are AIPAC's goals shaped by the goals of the Israeli government to any extent? Okay, that's a really different simple from question. lobbying on behalf of. It's a simple question. Are AIPAC's goals shaped by the goals of the Israeli government? And I'm just going to ask you that question straightforwardly. And if you say no, I think we both know that's not true. Hey, are they shaped by? Are they coordinating with the Israeli government? Are they talking to with them? represent Yes. the Israeli government? Ասում եմ, դու ինչ կուկետ ասում եմ, նրանք իրականացում են Իսրայելի կառավարության ծրագրերը ուղիղ պատասխանի ասում եմ, չէ, ասում եմ, ոնց թե չէ, ասում եմ, դու ինչ որ ասում ես, դա է նշանակում. Do you think that it's just interesting because what you're now describing in a very defensive way, I will say, is foreign influence over our politics? No. Ասում եմ, դա ինչ որ դու ասում ես, իրականում ասում եմ, դա արտաքին ազդեցությունն է մեր քաղաքականության վրա, ասում եմ, չէ. And you began, and it's so transparently obvious to everybody. I don't know why you'd be embarrassed of it. You said that you are sincerely for Israel. I believe you. I don't think you have some weird agenda. You seem to be sincere. By the way, Tucker, it's a very weird thing. The obsession with Israel. When we're talking about foreign countries. Hardly an ասում եմ, չէ, բայց շատ տարօրինակ է, որ դու ասում ես այդքան բան ես Իսրայելի մասին խոսում ես, ասում եմ, հա, լցված ես դա ասում եմ, ոնց լցված է. Ասում եմ, դու ինչ ես Իսրայելի մասին այդքան խոսում, չի Չինաստանի բանի մասին ուրիշ բան խոսում եմ. You're not talking about Chinese, you're not talking about Japanese, you're not talking about the Brits, you're not talking about the French. The question, what about the Jews? What about the Jews? Oh, I'm an anti-Semite now. Ասում եմ, դու միշտ ասում ես, ինչի հրյաները, ինչի հրյաները, ես ասում եմ, լսի, այս սենատոր ասում եմ, դու ինձ հակասեմիտության մեջ մի մեղադրի, իմիջիալոց բոլորի նրանց, հիմա առիթ եկել է, ով կլսի, որ հենց դուք սկսում եք այդ խնդիրներից խոսալ, ձեզ կմեղադրեն անտիսեմիտության մեջ, որովհետև դա շատ հնարավոր է, հələ դեռ ինձ դա մեջ ոչ մեկ չի մեղադրել, որովհետև իհարկե չեն կարող դա անել, նախ դա չկա, երկրորդն ես դա պատասխանում եմ, ասենք եթե սենց պաշտպանվելու համար ձեզ կփորձեն մեղադրել հակասեմիտության մեջ, միակ պատասխանը ամենաճիշտ, որ դուք եք հակասեմիտը, որովհետև արաբներն էլ ձեր նման սեմիտ են, այսինքն ո՞նց է նշում անտիսեմիտ, դուք սեմիտ եք, արաբների մասին, արաբների պաշտպանողը անտիսեմիտ է, արաբներն են սեմիտ, դու ո՞նց ես արաբներին զրկում սեմիտ լինելու հնարավորությունից, այսինքն եթե ես արաբների մասին եմ խոսում, իրանց են պաշտպան, ոչ ես կարող լինեմ անտիսեմիտ, սա շատ կարևոր է այդ կարգի այս սրանց նմանների բերանը փակել, հիմա Տակեր Քարսոնին փորձում է նեղեցի, որ ինքը քանի որ դրա մասին անհանգստացած է, ինքը անտիսեմիտ է. You're asking the questions, Tucker. You're asking why are the Jews controlling our foreign policy? Ասում դու ասում ես ինչու են հрьяաները կառավարում իմ արտաքին քաղաքականությունը, ուրեմն դու անտիսեմիտ ես. Այսինքն փաստորեն դու եթե հարց ես տալի ինչու են հрьяաները իմ արտաքին քաղաքականությունը որոշում, դու անտիսեմիտ ես. Տեսեք. Սա ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսմենը. Մարդիկ պատահական չեն ասում, որ այս երկիրը դարել է, սրանց գաղութը. Այսինքն իրանք ամեն ինչ իրավունք ունեն անելու, այսինքն իրանք են ամեն ինչ անում, բայց հենց է դու դա մասին խոսած, ուրեմն դու անտիսեմիտ ես. Ով ձեզ նման բան կասի, ասեք, կներեք, մեր մեջ եթե մեկներ կա անտիսեմիտ, էդի դուք եք, որտեղ արաբներն էլ են սեմիտ. Դուք նույն ազգն եք, նույն ցեղն եք. Դուք չեք կարող լինեք, եթե կրոնով տարբեր եք, դա չի նշանակում, որ դուք նույն սեմիտական խմբից չեք. Դուք կրոնով եք տարբեր ընդհանրապես։ Այսինքն ես արաբների մասին հարց տալով կամ իմ երկրի մասին հարց տալով չեմ կարող լինեմ անտիսեմիտ։ Եվ դուք չեք հասկանում ինչ է նշանակում սեմիտ։ Այսինքն դուք նույնիսկ զրկել եք արաբներին սեմիտ լինելու իրավունքից, ա։ What you just asked. Hardly saying that, and I have. That is exactly what you just said. Well, actually, I can speak for myself and tell you what I am. Ասում եմ, ես դες բան չեմ ասել, ասում եմ, հենց այդ էլ որ դու ասեցի։ Good. It's interesting you're trying to derail my questions by calling me an anti-Semite, which you are. I did not. Ասում ես ուղիղ հաստատվեցի, բայց դու ֆրասեցի իմ ասա ինձ ամանելով անտիսեմիտ. Of course you are. And rather than be honorable enough to say it right to my face, you are in a sleazy feline way. Ասում եմ դու փոխանակ ուղիղ իմ դեմքին ասել, ասում դու սկսեցի կեղտոտ
պտույտներ կատարել դրա կողքը, տեսեք, լրագրողը սենատորի հետ է խոսում։ Դուք պատկերացնում եք մեր լրագրողները պատգամավորներին սենց հանեին փռեին terrasին։ Ուղիղ, անկեղծ, ինչ կկատարվեր։ Applying it or just asking questions about the Jews. I'm not asking questions about the Jews. There's nothing to do with Jews or Judaism. It has to. Ասես ես Երևանյան մասին չեմ հարց տալի, ընդհանրապես հենց կապ չունի, ես հարցնում եմ դու իմ սենատորն ես, արա դու շահերն ես պաշտպանում, եթե նույնիսկ դա իմ երկրի, որտեղ ես չգիտեմ կարծում եմ որտեղից է, նույնիսկ եթե ասում իմ երկրի դա վերաբերում է, ես քեզ պետք է հարցնեի, դու Ամերիկայի սենատորն ես, դու ինչ ես ուրիշ երկրի շահերը պաշտպանում։ Foreign government. Isn't Israel controlling our foreign policy? That's not about the Jews. You said, I'm asking. And by the way, you're the one that just called me, I think, a sleazy feline. So let's be clear. It's sleazy to imply that I'm an anti-Semite, which you just did. No, I just said, why is that the only question you're asking? You answer it. Give me another reason. If you're not an anti-Semite, give me another reason. The obsession is Israel. I am in no sense obsessed with Israel. We are on the brink of war with Iran. And so these are valid questions. But you're not asking. Yes, ես այդ բանը չեմ ասում, բայց մենք հիմա պատերազմի մեջ ենք Իրանի հետ, եւ քեզ ուղիղ հարց տամ։ If I can finish, you asked me why I'm obsessed with Israel. Yep. 3 minutes after telling me that when you first ran for Congress, you elucidated one of your main goals, which is to defend Israel. Yes. Հիմա ասում եմ, բայց դու հենց ընտրվեցիր կոնգրեսում, դու ասեցիր, որ դու քո նպատակը պաշտպանելն է Իսրայելը։ Դուք պատկերացնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսմենը դուս ա գալիս, իմ ամեն առաջին նպատակը Իսրայելը պաշտպանելն է։ Իմ իջելս Նյու Յորքում ով կա ապրող։ Իրանքի շատ լավ պետք է նմանեն։ Հիմա Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները։ Դա բոլոր հրեա տեխնացումները, բացի մի հնդիկից, հայտարարել են, որ առաջի բանը, որ իրանք պետք է անեն, դա այցելեն անպայման բան։ Իսրայել And I'm the one who's obsessed with Israel. I don't see a lawmaker's job as defending the interests of a foreign government, period. Ասում եմ, ես կարծում եմ, որ չի կարա կոնգրեսմենը ուրիշ երկրի արտաքին քաղաքականությունը սպասարկի ուղերձ any government, including the ones that my ancestors come from. So that's my position. That does not make me an anti-Semite. And shame on you for suggesting otherwise. Ասում եմ, ու դա հակասեմիտություն չի, ամոթ քեզ ինձ անտիսեմիտ չեմ անել։ And that's low, and you know it's low. Never taken money from the Israel law. Եվ դու գիտես, որ դա օրենքն է։ Սա ինչի համար է ցույց տվեցի։ Որ ոչ մեկը չզարմանա, ոնց եղավ, Թրամփը այսօր մի բան ասում, վաղը այլ բան անում։ Սա է, որտեղ սենատորը դրվում ասում է իր առաջի գործը Իսրայելի շահերը պաշտպանելն է։ Եվ Իսրայելը կարողացավ փաստացի Ամերիկան ներքաշել պատերազմի մեջ։ Ամերիկայի ձեռով ռմբակոծել Իրանը եւ այնտեղ իրան նստած տեղը ծապտա։ Ուրիշի ձեռքով շահել։ Այսինքն այս Իսրայելը փոքրիկ ծառայեցնում ամբողջ։ Փաստացի եմ ասում։ Լավ է, վատ է, ես վստահ եմ, որ շատ մարդկանց համար շատ լավ է։ Որ ասենք Իրանը ռմբակոծում է։ Ես դա չեմ ուզում միջել։ Ուզում եմ հարցնեմ այդ դեպքում։ Եթե Իրանը ռմբակոծելը լավ է, եթե միջազգային օրենքները խախտելը լավ է, այսինքն մենք հայերով պետքա sense երազենք, sense քնենք արթնանք հանկարծ Իսրայելը չորոշի, որ Հայաստանը այն որ ինքը Արցախը խլել է արդեն տվել Ադրբեջանին, դա մոռանանք, հələ մանտեղ ասենք այլ հանկարծ այսօր չորոշի, որ Հայաստանն էլ պետքա չլինի։ Այսինքն մենք պետքա ֆուլ կախված լինենք նրանից, թե ասենք Իսրայելում այսօր ինչ են իրանք որոշելու։ Հայաստանը իրավունք ունի, թե իրավունք չունի լինի։ Արցախ իրավունք ունի, Հայաստան հայկական լինի, թե իրավունք չունի, թե կարան դատարկեն։ Ռմբակոծեն, զինեն, ռմբակոծեն, սովորացնեն, մասնակցեն կրվին, մեր երեխեքի սպանեն, իմ ջելոցը մի մոռացեք, ընկերներ ջան, մեր հազարավոր երեխեքի սպանել են իրենց ձեռքով նաև, որ այսօր նաև դատարկեն, որ դերից խփեն Իսրայելին։ Եվ դա սկսել է 2020 թվականից ավելի շուտ սրանց ձեռքով վերած այս կառավարությունով, սա մի համատեղ հսկայական ծրագիր է։ Of Florida, and he said this the other day on Fox News last week. Quote: Լսեք, Ֆլորիդայից սենատորը ասում, Ֆլորիդայից սենատոր, հանրապետական, լսեք. In World War II, we did not negotiate a surrender with the Nazis. We did not negotiate a surrender with the Japanese. We nuked the Japanese twice in order to get unconditional surrender. That needs to be the same here in Gaza. There are some
ասում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք ոչ մի բանակցություններ չենք արել, ոչ նացիստների հետ, ոչ էլ ճապոնացիների հետ։ Երկու հատ ատոմային ռումբ քսեցիք Ճապոնիայի վրա եւ վերջ։ Նույնը պետք է արվի ստեղ Գազայում։ Սա ասում է ամերիկացի սենատոր Ֆլորիդայից, ասում է, որ պետք է ռումբ քսել Գազայի վրա։ Ասում է, որտեղ մենք այտենց ենք արել Ճապոնիային։ Այդ Ամերիկանը Ճապոնիայի հետ եղել պատերազմի մեջ, նույնիսկ դա չի հասկանում, որ Ամերիկանը ժամանակ Ճապոնիայի հետ պատերազմի մեջ էր։ Նույնիսկ եթե դա արել է, դա եղել է պատերազմի մեջ։ Դու Գազայի հետ պատերազմի մեջ չես Ամերիկա։ Բայց ասում է, մենք նույնը պետք է անենք ստեղ։ Տեսնենք ոնց է հիմնավորում։ Something deeply wrong with this culture and it needs to be defeated. Ասում է, մի բան չի այդ մշակույթի հետ, եւ դա պետք է պատժվի։ So we're going to nuke Gaza because of its culture. We're going to kill everybody because we don't like the culture, which, by the way, lots of Christians in Gaza, Muslims in... Մենք պետք է ռմբակոծենք ու վերացնենք Gaza, որովհետև something wrong with the culture. Մի բան չի այդ բանի հետ, կուլտուրայի հետ, բայց ընդ ասում է քրիստոնյաներ կան, մահմեդականներ կան, եւ մենք պետք է ուղղակի վերացնենք Gaza, որովհետև այդ մշակույթը մեզ դու չի արել։ Ու սա ասում են ոչ թե Իսրայելի, հələ որ իսրայելցին ասի, Իսրայելի պատգամավոր, ասես դա իր երկիրն է, այդպես որոշել է, դա իր երկիրն է։ Սա ասում է Ամերիկայի սենատորը։ Ֆլորիդայի ընտրողներ։ Gaza. Just innocent people in Gaza of all kinds. Well, of course, but like to say there's some like Gazan culture that's cohesive, it's like what? But we're gonna kill them all because we don't like their culture. And so Ասում եք սպանենք նրանց բոլորին, որտեղ մենք նրանց մշակույթը չենք հավանում, հա։ Ժորժ ջան։ Գնանք որ այսքան շատ եմ խոսում։ Եկեք լսենք մեր հայրենակիցներն ու վերջացնենք։ Հիմարը կա ինչ անկախություն։ Տայնեք, որ Հայաստանը անկախ է վերջին 7 տարիների ընթացքում։ Քանես հիմարը կա ինչ անկախություն։ Սա եմ ուզում լսեք, սանու վերջացնենք երևի այսօր։ Հայրենասիրության կոնցեպցիա որպես այդպեսին հայրենասիրության կոնցեպցիան ինքը փուչիկ է։ Հայրենասիրության կոնցեպցիան անհրաժեշտ է որպես մոբիլիզացիոն գաղափար, ասենք պատերազմների ժամանակ, բնական արհավիրքների ժամանակ եւ այլն, բայց որպես այդպեսին հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է, որովհետեւ ինքը թույլ է տալիս abstract-ը սիրելով չսիրել կոնկրետը։ Ու բնականաբար Փաշինյան Նիկոլի թուրքական կառավարությունը այս գաղափարախոսությունը պետք է դարձներ կրթության, գիտության, նախարարության գաղափարախոսություն։ Ինչու՞ նա հարցը։ Հասկանում եք, չէ՞ որ սա պատահական չի։ Այս ամբողջ մեծ ծրագրի մի մասն է, որտեղ ընդգծված է եղել նաև սա։ Սա մարդը Պետրոսը։ Գիտես թվում է պատահական Պետրոսը 18 թվականին, երբ որ իրան հեռացրել էին բանից, կենտրոնից բերվեց, նշանակվեց հմեկում։ Սա պատահական եղավ, Պետրոս, որ իր մասնագիտությամբ լրագրողել չի, այդ անգրագետը, որ հայերին չի տիրապետում, նույնիսկ լրագրողական կրթություն չունի, բայց այսօր թիվ 1 լրատվության ղեկավարն է։ Գիտեք պատահական է, իհարկե ոչ։ Հիմա հասկանանք ինչ է ասում սա, որ սա վտանգավոր է շատ, գիտեք ինչի հայրենասիրությունը, որովհետև այ որ Թուրան ասում է ինչ վատ բան է, այս սրան հակազդողը ոչ թե զենքն է, որ այսօր զրկված է ժողովում, այլ պարզ հայրենասիրությունը։ Այս ամբողջ ծրագրին հայը կարող է միայն իր հայրենասիրությունով հակադրվի, որը իրանք մտադիր են բնաջնջելու, այսինքն մեր հայրենասիրությունը նաև հայրենիքը սիրել նշանակում է հողը, մշակույթը, հողի հետ կապված հիշողությունը, ավանդույթները, համը, հոտը, տեսակը, ամեն ինչ մտնում է դրա մեջ։ Եվ իմիջիայլոց, ես դեռ մի բան եմ ուզում ասեմ, ինչով է տարբերվում հայկական հայրենասիրությունը ասենք մնացած կարգի, ասենք նույն հրեական, նույն ռուսական, հա, հայկական հայրենասիրությունը ինքը չի ենթադրում ուրիշի նվաստացում ուրիշ ազգերի, ինքը չի ենթադրում ագրեսիա, մոժն պավտարից բան, չկա տես բան հայկական հայրենասիրության մեջ, հայկական հայրենասիրությունը դեպի ներս, հայկական հայրենասիրությունը ավելի շատ մարդասիրությունը, տեսակի նկատմամբ սիրությունն է, սերն է, ոչ թե թշնամուն չէ, ոչ թե կողքի ազգի նկատմամբ ատելությունը։ Ասենք ռուսների մոտ հայրենասիրությունը անպայման
Može повториться, հա։ Ասենք հայերի մեջ, ասենք Վլադիմիր աշխարհագրավի անուն չկա, մեկ հայերի հայերի սիրելը դեպի դուրս չի, դեպի ներսը։ Դրա համար էլ ռուս ռելատանտները որ եկել են Հայաստան, իրանք ապուշացել են մի բանի վրա, որ իրանք ընդունում են, որ Հայաստանում մարդուն սիրում են։ Մի բան որ պետք է անում փողոցում, չեն սպասում իրենց օգնություն խնդրեն, գնում են, որտեղ այդ մարդուն սիրում են։ Հայկական հայրենասիրությունը դեպի ներսն է, տեսակի նկատմամբ սերն է։ Հա, ոչ թե ասենք գազան կործանենք, ոչ թե Իրանին խփենք, ոչ թե այս անենք, ոչ թե այն անենք, ոչ թե մենք ենք ու մնացածը տախպեք։ Հա, չկա այդ բանը։ Հայկական հայրենասիրությունը դրանով է իրանց համար վտանգավոր, որովհետև ինչքան էլ ուզեցան իրաց դպրոցներում, տեսեք, թուրքական դպրոցներում էլ անույնը, ադրբեջանական դպրոցներում անույնը, որ հայ սպանելը դա պարտականություն է, դա Թուրքի մեծագույն հպարտությունն է, նույնը հրեաների մոտը։ Հայերի դպրոցական ամբողջ ծրագրի մեջ կարող է շեշտում է մեծ ցեղասպանության մասին, բայց դառը կեղտ եմ ասում, դառը էջ, ցեղասպանության էջ, որտեղ իմիջայլոց, այն որ թուրքական դատանի որոշումը իրականացել են տղեկը, ոչ թե թուրք են սպանել հասարակ գյուղացում, այլ այդ ամեն ինչը կազմակերպիչներին սպանելն է, որպես բարոյական հատուցում ընդհանրապես, որոնք դատապարտված էին մահապատժի հենց թուրքական դատարանի կողմից։ Ճիշտ է, բրիտանացիների մեջ լիքը հայերի, շատ հայերի չսիրած բրիտանացիների պայմանով ու պարտադրանքով, բայց դատարանի որոշում են իրականացել, ընդ որում ոչ թե թուրք ժողովուրդ են սպանել ցեղասպանողին, այլ այդ ամեն ինչը կազմակերպողներին։ Այսինքն հայկական հայրենասիրությունը դա է։ Հա, որի մեջ կա նաև ինքնապաշտպանության նժդեհի սերը նժդեհի նկատմամբ, սերը մշակույթի նկատմամբ, սերը կոմիտասի նկատմամբ, սերը քրիստոնեության նկատմամբ, սերը, չգիտեմ, մեր ունեցածի քարի են վառված քարի նկատմամբ, հա, որ մենք մեր վառված քարն ենք սիրում։ Հա, որ այն հիշողություն ունի։ Այն չի կարելի է ստեղ մի հատ ամբողջ չալենջ կարդալ, հա։ Մենք հետ ենք սիրում, մեր հայրենասիրությունը սա ի տարբերություն այլ ազգերի հայրենասիրությանը, որը ուղղված է դեպի դուրս, դեպի ագրեսիա, դեպի ոչնչացում։ Սրանց համար դա վտանգավոր է։ Դրա համար ի՞նչ է պետք մեզ անել։ Սպանել մեջ, այ սկսել են հիմա եկեղեցուց։ Սկսել են եկեղեցուց, որը եկեղեցին կործանել արդեն մարդու մոտ ապրելու պայքարելու տեսակի համար մոտիվացիոն խարիսքն է ջարդվում։ Ոչ թե գաղափարը միայն, խարիսքը ջարդվում է։ Ես ինչքան դեմ եմ այդ քրիստոնեություն կոչվածին, որ իմ համար ուղղակի մի բան է, որ իմը չի, բայց ես հասկանում դրա դերն ու նշանակությունը Հայաստանի պատմության եւ հայ ժողովրդի հավաքական գիտակցության խարիսխի մասով։ Ես դա հասկանում եմ, դա իմ համար դա արժեք է։ Ի վերջո, դա իմ պատմությունն է։ Ուզեմ թե չուզեմ, լավ, վատ, դա իմ 1700-ամյա պատմությունն է։ Այսինքն իմ ինքնության մի մասն է, այսպես թե այնպես, հա։ Դա իրանց ու ես հասկանում եմ ինչ են ուզում ջարդեն։ Դրա համար ես համաձայն չեմ դրա։ Դա ես ամեն ինչ անել եմ, որ դա չլինի։ Իմ բոլոր քննադատությունով է դրա նկատմամբ, բայց ես հասկանում եմ, սա տեսակի նկատմամբ ինչ կարևոր առանցք է։ Որպեսզի այդ առանցքը ջարդվի եւ մարդու ֆիզիկական մոտիվացիան, գոյությունական տեսակային ջարդելը, սրանք ուզում են ջարդեն նաև եկեղեցին։ Բանակը ջարդեցին, հիմա ամենակարևորը եկեղեցին է պետք ջարդել։ Այդտեղ մերժում է նաև հայրենասիրությունը։ Որն է հայրենիքը։ Ոնց է պայմանավորվում հայրենիքը, եթե դու քո բարոյական առանցքն ես կորցնում։ Եվ ամենավերջում ուզում ես դեպքի մասին խոսեմ, որտեղ ինձ անդադ այսօր ուղարկում են տես բարիգ են բռնել ու ծեծում են, լավա թե վատա։ Նարկոտիկ տարածող են բռնել։ Քուչուս մեջ է շարում, այ չատլախ։ Լքան է տենը։ Բե, տանում է քուչա։ Նայ, բռնել են այս տաբլետ կեքը, բակում տարածող մեկին ծեծում են։ Նարկոտիկա տարածում ես լակոտը, բակում բռնել ծեծում են, լավա թե լավ չի։ Տեսեք, եթե այս մարդիկ վստահ լինեին, ոչ սրան, եթե հանձնեն ոստիկաններին, սա ուրեմն տեղով ամեն ինչով վերանալու էր, դատվելու էր, իր շեֆերով, իր առաքիչներով,
Այս ամբողջ կազմը, այս գիծը բացահայտվելու էր եւ միջև վերջի ոստիկանը պետք է դատվեր, ինչ եմ ասում ոստիկան, որտեղ բարձր չէ, որ ասենք ոստիկանների բանով են տարածում։ Դրա համար չեն տալի, ասեն արա ձեր բարիկին բռնել ենք, տալեք։ Հասկացաք, ասենք պետք է տան ոստիկաններին, մենք սա վզակոթին կտանք, ասեն արա զգուշ աշխատի։ Կամ կզանգենք, ասեն մեր մարդն է, թողեք։ Վերջ։ Հիմա ես հարց եմ տալի։ Ես եմ ձեզ հարց տալի։ Լավ է, որ այս մարդիկ չգիտեն ինչ անեն դրա հետ։ Չգիտեմ, որտեղ տան ոստիկան պետք է թողեն։ Եթե կոնկրետ այդ բաժնի պետի աշխատողն էլ չի, մի ուրիշների զանգել են, ասեն մեր թուլենա, բաց թող։ Մեր նարկոտիկն է ցրում։ Սենց է, երբ որ արտարադատություն չկա, երբ որ օրենք չկա, մեր մարդ սկսում է ինքն իր արտարադատությունն իրականացնել։ Լավ է թե վատ, ես եմ ձեզ եմ հարցնում։ Սա արդեն ուղղակի ամեն մեկի համար դառնում է ինքնապաշտպանության ձև։ Իմ թաղում, իմ երեխուն, դու բերել ես իմ երեխուն թունավորես։ Ով քեզ ուղարկել, այն կթքած ունի։ Իմ երեխեն կթունավորվի, կմեռնի արդյունքում ինչ կլինի, կամ կդառնա հանցագործ, գող, նարկոման։ Իր համար մեկ է, բայց իմ համար մեկ չի։ Բայց քեզ բռնեմ, տանեմ տամ այդ մուսորնեն, ես քեզ ազատելու եմ, ինչ անեմ, ես ինչ անեմ, ականջդ կտրեմ, բայց այդ ականջդ կտրելու համար չեն ասի դու նարկոմանի բարիկի ականջես կտրեք, ասեն դու հանցագործ ես, դու քաղաքացու ականջես կտրեք։ Հիմա ես պետք է ասեմ, պետք է սա սատկացնել թե չէ։ Իմ կարծիքով անհրաժեշտություն է ուղղակի։ Որովհետև ասեցի, եթե օրենքը չի աշխատում, սկսում է աշխատել ինքնապաշտպանության օրենքը։ Եթե չկա դատարան, աշխատում է դատաստանը, ինքնադատաստանը։ Սա հետ